Մեր Տիրոջ անունը փառավորվի, Ժողովուրդ ջան, սրտանց փառք տանք մեր Աստծուն, Հիսուսին, որ իր ողորմությամբ այսօր նորից մենք արժանի եղանք այստեղ գտնվելու, ինչը կարելի է համարել, ոչ թե կարելի է հաստատ, Աստծո կողմից նվիրված մեզի նաև ևս մեկ օր, որպեսզի մենք կրնանանք իր խոսքի համեմատ գտնվենք այստեղ, ինքը պատրաստած խոսք, այսինքն հաց ունի մեզի տալու, ուտելու, որպեսզի մեր հոգիները կշտանան եւ մենք կարողություն, զորություն ունենանք քայլելու այն ճանապարհը, որի վերջում պիտի մեր Տիրոջը հանդիպենք, Տերը փառավորվի։ Երեմիա մարգարեն, որը անցել էր շատ բազում դժվարություններով, նեղություններով, հասկացել էր մի բան, դրա համար այսպես է գրում ողբ Երեմիա 3:22 խոսքից. Տիրոջ ողորմություններն էին, որ չվերջացանք, որտև չպագասեցավ նրա կրթությունները։ Նրանք ամեն առավոտ նորանոր են, մեծ է քո հավատարմությունը, Տերը փառավորվի։ Եվ Աստծո սրտի համեմատ Դավիթը մեզի կուղորտե ինքը հասկանալով, անցնելով նմանապես նեղություններով, դժվարություններով, ինչի է եզրահանգման հասել։ 103 Սաղմոսում ասում է. Օրհնիր Տիրոջը, ով իմ անձը, եւ բոլոր իմ ներսը նրա սուրբ անունը։ Օրհնիր Տիրոջը, ով իմ անձը, եւ մի մոռանա նրա բոլոր բարիքները, որ ներում է քո բոլոր մեղքերը եւ բժշկում ամեն ցավերը, որ փրկում է քո կյանքը աբագանությունից, պսակում քեզ շնորհքով եւ ողորմությունով, որ կշտացնում է քո սիրտը բարությունով եւ քո մանկությունը նորոգում է արձվի պես։ Արտարություն է անում Տերը, իրավունք բոլոր զրգյալներին։ Իմաց արավ նա իր ճանապարհները Մովսեսին, Իսրայելի որդկանց, իր գործերը, բարեգութ ու ողորմած է Տերը, երկանամիտ եւ բազմագութ, իսպար չի պարգանալ եւ ող չի պահել հավիտյան։ Նա չի անում մեզ մեր մեղքերի համեմատ եւ չի հատուցանում մեզ մեր անօրենությունների համեմատ, այլ որքան որ բարձր է երկինքը երկրից վրա, այնքան զորավոր է նրա կուտ իրենից վախեցողների վրա, որքան որ արևելքն է հեռու արևմուտքից, այնքան նա հեռացրեց մեզանից մեր հանցանքները, ինչպես որ հայրը կգտա որդիներին, այնպես գտած է Տերը իրենից վախեցողներին։ Թող Տերը փառավորվի, ես չեմ շարունակի, մնացածը ինչի կուղորտե Դավիթը այս Սաղմոսով մեզի, որ մենք գնահատենք իր ողորմությունները։ Եվ այդ գնահատականը չեղնի այնպես, որ գնահատելով Աստծո ողորմությունը մենք ապրենք այնպես, ինչպես մենք կուզենք։ Թող Տերը օգնե մեզ, որ մենք կարողանանք ապրենք այնպես, ինչպես Տերը կուզե։ Մեր ապրած կյանքը իրան հաճելի եղնի։ Մեր ապրած կյանքը կարողանա իրան փառավորել։ Այստեղ բոլորս էլ կարիք ունենք իր ողորմության եւ իր օրհնության, նորոգության, ապաշխարության։ Շատ հարցերի մեջ թերի ենք, տգար ենք, ինչ-որ ենք էսկանց ենք, այսպես ենք, բայց պետք է ինչ, հավատք, վստահություն, հույս, որոնց միջոցով մենք կարող ենք իրոք մոտենալ Աստծուն, ապրել իր հետ, պատրաստվել իր կալուստին, թող Տերը փառավորվի, թող մեր սիրտը, միտքը, հոգին միշտ կարողանա իրոք գնահատե ամեն մեր ողորմությունը, որ Աստծուց մեզի կհասնի։ Փառք Տիրոջ սիրելիներ, շնորհակալ ենք Աստծմից այսօրվա համար, որ կամեցավ Տերը այստեղ գտնվելու եւ իր խոսքի եւ կամքի համաձայն սիրելիներ նայելու իր ճշմարտությանը, թող իր անունը փառավորվի Հավիտյանը Սավդենից։ Մինչ խոսքից անցնել է սիրելիներ, Կուզեմ ինչպես համիկ եղբայրն ասեց, Տերը տա մեզ ուժ, զորություն եւ կարողություն, որտեւ առանց իրան մենք ոչինչ անել չենք կրնա։ Թող իր անունը փառավորվի եւ մեզ ողորմություն, օգնություն շնորհի
մեզ իրեն հասցնելու, որտեղ մեր հավատքը դրել ենք իր վրա, սիրելիներ, ուրիշ մեկը չկա, ինչ էլ որ լինի, մինչև հիմնական մտքից անցնելը, ուզում եմ այդպես ասեմ հետևյալը եւ հետո պետք է մի քանի տեղ կարտանք, պես նայենք Աստծո խոսքին եւ նայենք մեզ եւ Տիրոջ խոսքի եւ կամքի համաձայն իհարկե աղոթ կանենք։ Այսպես մտքիս դրվեց մի բան, ինչքան շնորհակալ ենք, որ Աստված մեզի գտե կանչել է, Փարթիրոջը։ Նաև ինչքան շնորհակալ ենք, որ Աստված մեզի զորություն, ուժ, կարողություն է տվել, ինչ ամեն մեկս թե ինչ վիճակի մեջ ենք, ինչ կյանքի մեջ ենք։ Ինչքան ենք, այդպես ասեմ, ինչքան ենք առաջ գնացել, ինչքան ենք աճե, ինչքան ենք ոնց որ ասած Աստծո խոսքին ընդառաջ գնացել, որքան է Աստծո խոսքը մեր վրա ազդե Փարթիրոջը։ Ես էդի այդպես ասում եմ, Տեր, ինչքան որ տվել ես, ես շատ շնորհակալ եմ քեզնից, որ ինչքան որ ինձ աճեցրել ես։ Բայց այստեղ մի կարևոր բայց կա սերներ, բայց դեռ քանի որ էլի կարիքը շատ ունենք եւ էլի ուզում ենք, որպեսզի Տերը նորոգի, զորացնի, աճեցնի սիրելներ եւ նորոգի մեր հոգիները, մեր մտքերը, մեր սրտերը մինչև իրան հասցնի։ Դա համար շնորհակալ եմ իր կատարած գործի համար, որ իմ կյանքում ինքը կատարել է Փարթիրոջը։ Շնորհակալ եղեք բոլոր դել, որ Աստված շատ բան է արել ձեր կյանքում, շատ բան։ Աշխարհից կտրել է, բերել է, մեղքից, սատանայից ազատել է, խորհուրդ դժոխքից մեզի փրկել է, իր որդուն մեզի համար տվել է փառք իրան Հավիդյանը Սավդենից։ Այսօր շատ-շատերը կարող է ուզենային, որբեզի գտնվեին այստեղ, բայց այսօր չկան։ Շատ-շատերի աչքերը չբացվեցին առավոտյան, շատ-շատերը գնացին այս աշխարհից։ Շնորհակալ ենք Աստծուց, որ Աստված մեզի պահեց, իր ողորմություն արեց եւ մեզի բերեց իր ոտքերի մոտ իրեն փառք Հավիդյանը Սավդենից ամեն։ Եվ ուզում եմ սիրելիներ խոսքը սկսեմ հետևյալ Հակոբոս 4 գլխի 7 համարից մի քանի համարներ եւ երկու վիճակի վրա ուզում եմ կարճ կանգնել, երկու վիճակի վրա ուզում եմ այդպես փոքր ինչ խոսել սիրելիներ։ 4 Հակոբոս 4:7-ից Ուստի հնազանդեցեք Աստծոյ, սատանային հագարակ կեցեք ու անիկա ցեզ մե պիտի փախչի, Աստծոյ մոդեցեք անիկա ցեզի պիտի մոդենա, սրբեցեք ձերքեդը մեղավորներ, մակրեցեք սրդերին երկմիտներ, տարաբանք քաշեցեք ու սու կրեկուլացեք ձեր ծիծաղը սուկի դառնա ու ձեր ուրախությունը տրտմության, Տիրոջ արժև խոնարհվեցեք ու այն ցեզի պիտի բարձրացնե Փարթիրոջ սիրելներ։ Ուղղակի ուզում եմ 7-րդ համարի վրա որ մեկիչ այդպես կանգնել, այստեղ ասում է ուստի հնազանդեցեք Աստծոյ, սատանային հագարակ կեցեք եւ անիկա ցեզ մե պիտի փախչի։ Այսպես ես խորում եի, մեր տամեջ խորում եմ, Տեր ասում եմ, եթե ես քեզ չհնազանդվեմ, սատանան ինչպես փախչի ինձանից, Սերներ, խոսքի հնազանդությունն է կարևոր։ Մեկ մարդը հանգարց ես ասեմ անլուրջ բաներ չանենք։ Մեկ է մի բան է, եւս գնա սատանա, եւս գնա սատանա։ Այդ սուդի բաներ են, գիտեք ճշմարտությունը որն է, երբ որ հնազանդվում ես Աստծո խոսքին եւ լսում ես Աստծո խոսքը, քո մեջ տեղ է գնում այդ ժամանակ, որ եդիս է չանես, ինքը քեզից կփախչի կգնա։ Ես իմ կյանքից ասեմ սրաները, երբ որ տեղ եմ տվել, ինչ որ մի բան չեմ կարողացել նայել Աստծո խոսքին, այլ իմ մարմնու մտքին, իշքան է ուզում եմ ասել, հեռացի, եդիս գնա, չգիտեմ ինչ արա, ինքը բնավ չի հեռենա։ Եվ դրա համար կարևոր բան կա, որ այդպես ես խորում եմ, ասում եմ Տեր, դուր այդ հնազանդության հոգին, այդ միտքը դուր, որբեսի հնազանդվեմ քեզ եւ նոր կարողանամ հագարակ կենալ սատանային եւ անիկա ինձ մե պիտի փախչի։ Եվ տեսեք, երբ որ կարդում ենք Եփեսացիների թուղթը, տեսեք, այստեղ երկու տեղ ուզում եմ ձեզի հիշեցնեմ։ Նախ 4 գլխի 26-27-ը կարդամ, Եփեսացիների 4 գլխի 26-27 է։ Եթե բարգանակ մեղ մի գործեք, արևը ձեր բարգության վրա մայր չմտնի եւ սատանային տեղ մի տակ։ Հիմա ուշադիր եղեք, սիրելիներ։ Այստեղ գրված ասում է, եթե բարգանակ մեղ մի գործեք, ես մի բան անկեղծ ասեմ ինձ համար առաջին եւ ձեզ համար։ Երևի մեզանից համայրա մեկը չլինի, որ ասի, ես բնավ չեմ բարգանում։ Բնավ չեմ նեղվում, բնավ իմ մեջ այդ բաները չկա, ես չգիտեմ, առաջին ես ինձ եմ ասում։ Ասում է, եթե բարգանում եք, մի մեղանչեք, այսինքն չար ու վատ բառեր մի ասեք, ասենք վատ արտահայտություններ մի արեք, եւ այդ դեպքում ասում է, սատանային տեղ չեք տա։
Եվ դրամ ասում է սատանային տեղ մի տվեք։ Ուրեմն տեղ տալը եւ տեղ չտալը կախված է ինձանից։ Որ աղոթես Սիսուս ջան, ընձի ողորմությունները կամ սատանային տեղ չտան, Աստված ասում է գրված կկատարիր, խոսքին լսե, խոսքը ընդունե։ Եթե ոչ չես կարող, չեն կարող սերներ, որտեղ գրված է առանց ընձի բանը չեն կրնա անել Տիրոջից, բայց ես նախ պետք է ընդունեմ, հավատամ եւ հավատքով դեմ տնեմ, հավատքով դեմ տնենք մեր հագարագոր սատանային ու անիկա մեզ մեբիրի փախչի, որտեղ տեսեք նույն Եփեսացիների 6:10-11-ը կարտամ, Եփեսացից 6:10-11 Ալասկեդև եղբայրներս զորացեք Տիրոջով անոր զորության կարողությունով տեսեք որովհետեւ մենք զորանանք այդ զորության կարողությունով կարողանանք դեմ տնել եթե ոչ մարդը ինչ զորություն ունի օրինակի համար ես մտածում խորում եմ մարդը ինչ զորություն ունի որ կարողանա սատանային դեմ տնել ասում է զորացեք Տիրոջով անոր զորության կարողությունով ձեր վրա հակեք Աստծո սպառազությունը որբեզի կարողանաք սատանայի հնարքներուն դեմ տնել Դուք չգիտեմ իշքան եք հասկանում կամ չեք հասկանում Սուրբ Գրքից Սատանան խորամանկ մեր հոգիների թշնամին ինքը ամեն ժամանակ ուզում է մարդուն նետահարել իր մտքերով, չարություններով, վատ ու վատ բաներով սիրելիներ այստեղ ասում է որ մենք պետք է սպառազինվենք Աստծո սպառազինքնով, որբեզի կարող լանք սատանայի հնարքներուն դեմ տնել։ Այսինքն այդ բոլոր հնարքները սատանան ստեղծում է մեր շուրջը, որբեզի մեզ մեղանչել տա։ Աստծոց հեռացնի եւ մենք տեղ տանք իրան, ինչ որ բանում իրական կկատարելու եւ այդպես ինչ որտեղ արեք ճիշտ խոստովանենք սիրելիներ, իրեն թող իրապես Աստված մեզանից հեռացնի, մեզի զորացնի, որբեզի տեղ չտանք, ինչ որտեղ ինքը օգտվում է եւ կարողանում է ինչ որտեղ մեզի ինչ անել Խնդրի առջև կանգնեցներ, հետո ասում ենք, «Ահ, Աստված ջան, ինչու այսպես, ինչու»։ Ես էլ այսպես մտածում եմ, ինչու, բայց այստեղ գրված է սիրելիներ, գրված է, հնազանդ կեցեք, սատանային տեղ մի տվեք, ձեր վրա հակեք Աստծո սպառազինությունը, որբեզի Աստծո սպառազինությունով կարողանանք դեմ տնել։ Քրիստոնյա ամեն օր պետք է խնդրի Տիրոջը, ինձ զինե, ինձ սպառազինե, ինձ զորություն, կարողություն տուր, որբեզի ես կարողանամ դեմ տնել, ես կարողանամ ամեն հնարքները սատանայի մերժեմ։ Սիրելիներ, եւ դրա համար Աստծո խոսքը մեզի սովորեցնում է ճշմարտությունը, որբեզի մենք օրիօր սովորենք, օրիօր աճենք, օրիօր մեծանանք։ Օրոր հոգևոր հասակ առնենք, քանի երեխա է, օրինակ երեխաներ մեր բոլոր ընտանիքներում եղել են, կան եւ կլինեն, սիրելիներ, երեխեն ինչքան հեշտ է խապվում տարբեր տեսակի բաների մեջ, հա? Խնդիրների մեջ, խնդիրներ, մինչև մեծանում է նայած մարդու տարիքի, որբեզի կարողանա, ասենք թե հասկանա չարն ու բարին զանազանի իրարից։ Դուք հավատում եք, որ ինչ որտեղ կարող է հավատացյալը չզանազանի։ Ունեք ես մի զանազանության մասին ասեմ, հիշում եք, որ Պողոս առաքյալը քարոզում էր եւ մի վհուկին ասում էր, սրանք Աստծո որդիներն են, զավակներն մեզ եկել են սորվեցնելու, ասելու, մեզի բացատրելու Տիրոջ այս ճանապարհը, բայց որ մի քանի անգամ ասեց, տեսեք Պողոս առաքյալը ինչ հոգևոր, ասենք թե մտքի մեջ էր։ Եսպես մեկ ասում եմ, եթե ես լինեի ունձի գովար ամեն օր ու ասեր, ես եմ, բա տեսնում եք, ես ինչ բայց Պողոսը զանազանեց, առաքյալը զանազանեց եւ հրամայեց եւ սատանան հելավեց մարդուց։ Որբեզի երբ որ Պողոսը դեղից ետար, ինքը ասեր, տեսնում եք, ես որ ասում եի Պողոսը ընդունում էր այս բաները, հիմա էլ ինձ լսեք, կամաց խապեր այդ ժողովրդին։ Հասկանում եք, սատանայի երած հնարքը, ասենք հասկանալու համար պետք է իրապես Աստծո միտք ունենանք։ Աստծո միտքը, Աստծո ճշմարտությունը, որովհետեւ կարողանանք դեմ տնել։ Նա մեր հոգիների թշնամին է, ամեն օր պատերազմում մեզ այդ գիշեր ու ցերեկ, որբեզի մեզի հասցնի վատ կյանքի, վատ ընտասկի, վատ վիճակի։ Եվ չեմ ուզում ինչ որտեղ սատանայի մասին շատ բաներ անեմ, ուզում եմ ուղղակի մենք հասկանանք եւ խոնարհվենք Աստծո հզոր ձեռքի տակ։ Աստված մեզի շնորհք ու ողորմություն անի սիրելիներ։ Թե նոր ուխտի ժամանակ եւ թե հին ուխտի ժամանակ հավատքի մարդիկ եկել են Տիրոջը, հնազանդվել են եւ Աստված իրանց մեջ բոլոր հարցերը լուծել է։ Աստված կարող է մարդու մեջ լուծել բոլոր հարցերը։
Համաձայն եք թե չէ, երբ որ մենք խոնարհվում ենք, երբ որ մենք հնազանդվում ենք, երբ որ մենք գալիս ենք, ես մի համար ուզում եմ կարդալ հին ուխտից, հետո մի երկու տեղ էլ այդպես կամ երեք տեղ նոր ուխտից կարդամ սիրելիներ, որպեսզի մենք կարողանանք աղոթ կանենք եւ այսպես Տիրոջ ողորմությունը, օգնությունը խնդրենք։ Ես ուզում եմ կարդալ երկրորդ գիրք Մնացորդած 15-րդ գլխի սկզբի մի առաջի համարից, մի քանի համարներ ուզում եմ կարդալ եւ ասում է ու Օվդեդի որդու Ազարիայի վրա Աստծո հոգին եկավ եւ Ասայի արչեւ ելելով Սավանոր ով Ասաու բոլոր Հուդա ու Բենյամին ինձի մտի գրեք Տերը ցեզի հետ կլա այն ժամանակ քանի որ դուք անոր հետ եք ու եթե զանիգա փնդրեք զանիգա կգտնեք բայց եթե զանիգա թողուք անիգալ ձեզ պիտի թողու եւ Իսրայելը երկար ժամանակ առանց ճշմարիտ Աստծո առանց սորվեսնող քահանայի ու առանց օրենքի մնացել էր բայց իրենց նեղության մեջ Իսրայելի Տեր Աստծոյ դարձան ու զանիգա փնդրելով գդան Ուրեմն պետք է սիրեն այսօր ուշադիր լինենք ամեն մեկս մեր կյանքին հեռացել եմ, չեմ հեռացել, ինչպես է վիճակս, ինչպես է կյանքս եւ այստեղ սիրելներ ասում է երբ հոգին իջավ Ազարիայի որդու վրա, Օվդեդի որդու Ազարիայի վրա, ասում է նա բարձրաձայն խոսեց թագավորի հետ Ասայի հետ, Սավանոր ով Ասայի բոլոր Հուդա, Բենյամին ինձի մտի գրեք Տերը ձեզ հետ կլա, քանի որ դուք անոր հետ եք ու եթե զանիգա փնդրեք, զանիգա կգտնեք, բայց եթե զանիգա թողուք, այն ալ ձեզի պիտի թողու։ Տեսնում եք, որ մեր կողմը շատ կարևոր է։ Եթե ես իրան ամուր չբռնեմ, եթե ես չուզենամ, որ ինքը իմ հետ, իմ մեջ, իմ կյանքում լինի, սիրելիներ, ինչ պետք է եղնի, օրինակ ես մտածում եմ, որ չի լինի այդպես։ Եվ դրա համար ասում է ժողովուրդը երբ որ հասկացավ նեղության մեջ էին ընկել եւ իրանց սրտովը դարձան սրելներ եւ փնդրեցին Տիրոջը եւ գտան Ես մեկ մտածում ասում եմ Տեր ողորմե մեզի եկեղեցուդ բոլորից սերներ կարող է մարդը չհասկանալով էլ էս բանը իր մեջ ունի գիտեք հասկանալով չհասկանալով կարող է ունի դժվարության մեջ բայց միշտ ամեն օր պետք է մարդու սիրտը Տիրոջը փնդրի Տեր, եթե հեռացել ես, եթե ինչ-որ բան ես թույլ եմ տվել, եթե ինչ-որ խնդիրներ առաջացել է, ես ուզում եմ, որպեսզի դու ինձ բժշկես, իմ հոգին նորոգես, իմ հոգին բժշկես, ես սրտանց կանչում եմ քեզ։ Սիրելիներ, Աստված տեսնում է, որ սրտանց, օրինակ ես մեկ մտածել խորել եմ մի միտք, ես Աստծուց առել եմ, էլի շատ տարիներ առաջ էր այդպես պես ընկել էի խնդիրների մեջ, իմ մեջ պես փնդրում էի Տիրոջը ողորմությունը, օգնությունը, գիտեք ինչ ասավ անկեղծ եղիր Տիրոջ հանդեպ, շատ շուտ էր էլի, անկեղծացիր Տիրոջը։ Դուք գիտեք, որ մարդը կարող է իր խոսքի մեջ իբր խոսում է, որ ես էսպես եմ, բայց կեղծավորություն է անում։ Օրինակ փարիսեցիները ինչքան կեղծավորություններ էին անում։ Եվ անկեղծանալ Աստծո առաջ բերել ամբողջ սիրտը։ Իհարկե ես հիմա միտեղ պիտի կարդամ Փարիսեցին ու Մաքսավորը որ աղոթք էին անում տեսակ անկեղծությունը Մաքսավորի մոտ ինչպես դրսևորվեց իրեն ինչպես դրսևորվեց իր մոտ խոնարհեցեց իր սիրտը իր գլուխը այդպես չբարձրացրեց դեպի երկինք ինքը ճանաչեց իրան ճանաչեց իր սիրտը անկեղծորեն աղաղակեց Տիրոջ Տեր ներե զիս մեղավորիս Աստված ներեց թե չներեց ներեց Աստված ներող ողորմած Աստված է Իսկ այն մյուսը ինչ էր, միայն պարզենում էր, էս եմ արել, են եմ արել, այսպես եմ, այս մարդու պես էլ չէ։ Եվ դրա համար ինքը մնաց իր դժվարության մեջ սիրելներ։ Եվ թող Տեր մեզի այդ անկեղծության միտքը տա հասկանանք, խոնարհվենք Աստծո առաջ։ Դրա համար տեսեք Մատթեոսի մեջ էլ տես որ գրված է այսօր ինչպես այդպես իմ միտքը սպասվել է սիրելներ ինչի համար, ասում եմ իշքան որ մարդը հեռանա ու խոնարհվի, հեռանա չարից, չարի մտքերից, ամեն ցանկություններից, խոնարհվի Աստծո առաջ, այնքան Տեր իր ողորմությունը եւ բժշկությունը կհասցնի այդ մարդուն։ Կարող է ոչ մեկ չտեսնի, բայց եթե Աստված է տեսնում, դու կարող ես ասես, ես խոնարհ եմ, ինչ է մեր օր։ Սա աղորը տես, մեգեցար մեր մեծ քույրին ասում է, ինչ ընկեր եմ մենք, սա աղորը ծառայի պես տան մեջ, բայց Աստված տեսնում է, որ իրական այդպես չի սիրելներ։ Իրական Աստված է տեսնում։ Դու քո աչքի առջև հաջո ես երևում կամ
Դիմացինին ցույց ես տալիս, բայց Աստված տեսնում է, որ այդպես չէ։ Տես խոնարհության մասին, որ ասեցի, ասում է եւ ձեր մեջ են մեծը, ձեր սպասավորը պիտի ըլա։ Աստված ասում է, եթե ուզում ես մեծանաս, աճես, զորանաս, Աստծո շնորհքով, ասում է, պետք է ինչ անես, սպասավոր լինես։ Այսինքն խոնարհվես։ Հիսուսն ասել, չէ, ես չեկա սպասավորություն ընդունելու, այլ սպասավորություն անելու։ Արես թե չարեց սիրելիներ։ Հələ մի հատ հիշենք, Հիսուսը ինչ որ արեց երկրագնդի վրա, ով է կարողանում Հիսուսի նման այդպես Տերերի Տերը, թագավորների թագավորը իջե մարդու ոտք է լանում, մարդու ծառայություն է անում, մարդու ամեն հարցերն է լուծում, մարդու այդպես խոնարհաբար, սիրով եւ դրա համար ասում է Հայր Աստված նրան բարձրացրեց, նրան մի անուն շնորհեց, ամեն անունից վեր է ու բարձր։ Նրա անվանը պետք է խոնարհվեն նազանդեն երկնավորները, մենք երկրավորներս եւ նաեւ սանդարամետականները, Փարթիրոջը։ Ուզում ես, այսպես է ճանապարհը սիրելիներ։ Այդպես պետք է փնտրենք, նայենք Տիրոջ խոսքի եւ կամքի համաձայն, որովհետեւ տեսեք, ես միտեղ էլ կարտամ, այդպես ոչ սկզբից որ կարտում էի, ասում էի, թող էսի երիտասարդները խորեն մտածեն իրանց համար, բայց Տերը տեսեք ինչ հասկացրեց։ Առաջի թուղթ Պետրոս 5-րդ գլուխ 5-6 համարները։ Նմանապես դուք երիտասարդներ հնազանդ եղեք ծերերուն եւ ամենը իրարու հնազանդ դառնալով խոնարհություն հագեք, վանզի Աստված անբարդամանուն հագարակ կենա, բայց խոնարհներին շնորհ կտա։ Եվ ասում է այ ամեկդ, այսինքն թե ծեր կլինես, թե երիտասարդ ամեկդ հնազանդ լինելով, տեսեք ինչն է, ասենք թե կարևորում է այստեղ, տեսեք, ուրեմն Աստծո հզոր ձեռքի տակ խոնարհվեցեք, որովհետեւ ձեզի ժամանակին բարձրացնե։ Երբ որ մարդը իսկապես սրտով է խոնարհվում, Աստված նրան բարձրացնում է սիրելիներ։ Այդպես օրինակներ մենք իշկան ունենք, հա? Իշկան ունենք։ Օրինակ, տեսնում եք Հռութի Նոյեմի օրինակը, այդ խոնարհությունը ուր հաստրեց։ Հիշում ենք Մայրամի օրինակը, այդ խոնարհությունը ուր հաստրեց։ Հիշում ենք Դավիթի խոնարհությունը Աստված ինչպես արեց։ Եվ շատ շատերը իշկան անուններ ասես կարող ենք տալ կարտալ Սուրբ Գրքի մեջ, որ Աստված նրանց բարձրացրել է։ Եվ ինչ է տեղ ունեցել, տեսեք 7-րդ համարում ասում է ձեր ամեն հոգանոր Ձգեցեք, վանզի անիգա ձեզի համար կհոգա։ Եվ բոլոր մարդիկ հոգսեր ունեն, հոգսավոր են, ասում է Տիրոջը ձգեցեք։ Սիրելիներ, այսօր մարդուն հանձնվել, առաջինը ինքը պետք է հանձնվի Տիրոջը, հետո նոր իր հոգերը, հասկանում եք։ Եթե մարդը իր, ասենք, հոգևոր վիճակը չի բերում Տիրոջ, հոգևոր վիճակը չի բանանում, առաջնային է Տիրոջը բերում։ Օրինակ համար ես շատ անգամ լսել եմ, շատ անգամ, մեկից հատ թերթ են գրում, մեկից հատ թղթի վրա գրում են, որ աղոթեք ըստուր, որ, չգիտեմ, կուզե բարձրագույն ընդունվի, քննությունները լավ տա, կամ Ռուսաստան, չգիտեմ ինչ, ուրիշ բանի համար չի, միայն մարմնավոր։ Ես ասում եմ ժողովուրդ ջան, թարգեք, արեք հոգևորը անենք, հոգևորի համար աղոթք անենք, մարմնավորը հետևից կգա, հա? Համաձայն եք թե չէ։ Եթե ես հոգևորի մասին խորում եմ, իմ երեխի հոգևորի համար ես աղոթք եմ անում, վերի բաների համար աղոթք եմ անում, իմ համար, իմ երեխի համար, Աստված նրա եւ ին պետք է գիտե եւ ինքը կարող անել, որտեղ ինքը ամենակարող մեր հայրն է։ Եվ իրան պետք է որպես հայր, հայրաբար խոնարհվելով մոտենանք եւ գիտենք, որ ինքը մեզի տեսնում է, մեզի լսում է եւ իր շնորհքը, ողորմությունը կանի մեր համար։ Իսկ եթե ուրիշ ձև ենք խորում մտածում սիրելներ, օրինակ ես մի անգամ մի հատ ուսանողից մի բան լսեցի։ Մեր մոտ արտիգից այդպես վերև, չգիտեմ, ոմանք կարմիր վանք կա, այդպես են ասում, կարմիր վանք։ Ինչ է ասում այդ ուսանողը, ասում է ամբողջ ամառը ես գնացի մոմ վարեցի դեղ աղոթք գրեցի, որ ընդունվեի այդ բարձրագույն դպրոցը, համալսարանը, ինստիտուտը, վերջը։ Եվ խոսում ես լսում եմ, ասում եմ, որ գիտենայի բդի կդրվեի, ոչ կերտայի, ոչ է գվարեի, ինչի՞ս է պետք։ Ես կողքից լսում եմ, տեսնում, մարդը ինչ է մտածում էլ։ Որ գիտենայի չբդի ընդունվեի, ոչ կերտայի, ոչ է գվարեի։ Մարդը ասենք թե
մտածում է այս բանի համար, որ հանգարց տես չի լինում, ասում է, դրա համար ամենաառաջնային Աստված ասեց, չէ, որն է կարևորը, առաջ խնդրեցեք երկնքի թագավորությունը, արքայությունը, արտարությունը եւ մնացած բոլոր բաները, պետք բոլոր բաները Աստված կարող է տալ ձեզ։ Թող Աստված օգնական լինի մեզի սիրելիներ։ Մեզի շտկվելու այս ճշմարտության մեջ շտկվելու շատ բան ունենք։ Եթե ճշմարտությանը մենք չենք հնազանդում եւ ճշմարտությունը չենք ընդունում, ճշմարտությունը չի կարող մեզի մաքրել։ Ճշմարտությունը պետք է ընդունենք, ճշմարտությունը Հիսուսն է, ես եմ ճշմարտությունը, ճանապարհը, կյանքը։ Իրան պետք է ընդունենք, որովհետեւ մենք իր մեջ այդպես կարողանանք ճշտվել, խոնարհվել, հնազանդվել, նայել Աստծո խոսքին։ Իմ խնդրվածն է մի բան, սիրելիներ, որպեսզի մենք նայենք գիշեր ու ցերեկ նայենք Աստծո խոսքին եւ Տիրոջ առջեւ խոնարհվելով ասենք Տեր ողորմե զիս մեղավորիս օգնե ինձ, հասկացրա ինձ, ամեն բան ես կարողանամ ճիշտ հասկանամ, թող իր անունը փառավորվի Հավիդյանս Սադենից, ամեն Թող Սուրբ Հոգին առաջնորդի ժողովրդյան, որ կարողանամ ճիշտ փոխանցեմ այն խոսքերը, որ Աստված իմ սրտին դրել է։ Ժողովրդյան, իմ թանկագին քուրեր աղբերներ ջան, ես մի հարցի շուրջ եմ ուզում խոսել, որ իմ կյանքով է անցել։ Ես ինձ Սուրբ Հոգին բացատրել էր, այդ ամեն ինչը Սուրբ Հոգին է ինձ բացատրել, ոչ թե մարդուց առած եմ խոսում, այլ Սուրբ Հոգուց առած եմ ուզում փոխանցել ձեզ։ Նախ առաջ քուրեր աղբերներ, երբ որ գալիս ենք այստեղ, մենք պետք է մեր սրտերը բացենք Աստծո առաջ, մոռանանք մեր հոգսերը, մեր խնդիրները, ժողովրդյան։ Ամբողջությամբ մեր սրտերը բացենք Աստծո խոսքի առաջ։ Այն հայտնված խոսքը, որ կա այստեղ խոսում է ժողովրդյան, որովհետև դա է մեր սնունդը, որ չլինի, որ դատարկ գանք ու դատարկ այստեղից գնանք, ժողովրդյան։ Այդ հայտնված խոսքն է, որ մենք հոգևոր աճելու ենք։ Ես մի տեղ եմ ուզում կաշտալ հայտնության 2-րդ գլուխ 7-րդ խոսքից։ Ով որ ականջ ունի, թող լսի, ով որ ականջ ունի, թող լսի, ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին։ Ժողովրդյան, ով որ ականջ ունի, թող լսի, թե Հոգին ինչ է ասում եկեղեցիներին։ Շատ կարևոր է, որ մենք լսելու ականջ ունենանք, քուրեր աղբերներ, թլպատված ականջ ունենանք, որ կարողանանք լսել Սուրբ Հոգու ձայնը, այն հայտնված խոսքը։ Ես ուզում եմ քուրեր աղբերներ ջան, Հիսուսի օգնությամբ պատմեմ իմ կյանքից, դե ոնց եմ ապաշխարել, Աստված հետ տրավ իմ սրտին, որ դրա մասին խոսեմ։ Թող Սուրբ Հոգին էլի առաջնորդ է, մի քիչ ընկճվում եմ, բայց թող Սուրբ Հոգին ինձ առաջնորդի օգնի։ Ես փոքր վախվանից ժողովրդյան, փոքր վախվանից ես առողջության խնդիրներ եմ ունեցել։ Լսողության հետ կապված, ականջներս փոփոխված եղել։ Այդ պատճառով ես միշտ ինձ գրաղ եմ բայ, հեռու եմ բայ, ամաչել եմ։ Ու ունեմ շատ լավ ծնողներ, բարի, լավ վարք ունեցող, միշտ իրանքից սովորեցել են, որ եղի խելոք, համեստ, մի սուտ խոսա, մի գողացի, մի կռիվարա։ Ես այդ խոսքերով միշտ ենք առաջնորդվում էի, ապրում էի, հետո դրանից հետո, երբ որ գնացի բանակ, տեսնում եմ, որ այդպես ապրելով չեն հարգում քեզ, տեղ չեն տալիս քեզ։ Սկսեցի աշխարհի կյանքով ապրել։ Ես մի քիչ սպորտով էի զբաղվել, դատարանի զալ այստեղ մի քիչ բարավել եմ, սկսեցի արդեն աշխարհում ձևի ապրել։ Արդեն սկսեցին միտեղ հարգել, ինձանից թուլերին էի սկսում նեղել։ Հետո գնացի դրանից հետո Ռուսաստանը գնացի ժողովրդյան։ Ապրում էի էլի աշխարհային կյանքով, բայց մի ուժ կար, մի հարց ինձ շատ էր տանջում էլի։ Ասում եմ, իմ ծնողները սենց չեն դաստիարակել ինձ, սենց չեն սովորեցել, բայց ինչ եմ ես սենց ապրում։
ես երբ պետք է խելքի կամ, ես գիտեմ, որ մի օր պատասխան եմ տալու ես իմ արաշքների համար, իմ ապրածի համար։ Միշտ այդ խոսքը ինձ տանջում էր, ժողովուրդ ջան։ Երբ որ ես սկսեցի, ու միշտ փնտրում ես մի լավ ես գործն է բռնում ես հարցնել ուզեմ, ու պետք է սկսեմ իմ ծնողների սովորածով այդպես ծավալեմ։ Այդպես շարժվում եմ։ Ես գիտեմ, որ պատասխան եմ տալու։ Ինչ որ օր է գալուս, որ պատասխան եմ տալու այս ամենի համար։ Ու դենց որ գնացել էի Ռուսաստան, ժողովուրդ ջան, որ գնացել էի Ռուսաստան, շատ էի սենց տարածայանում մտածում էի, որ լավ տուն ունենամ, լավ մեքենա ունենամ, լավ օբյեկտ ունենամ, միշտ այդ բանով ու նոր էի գնացել, ոչ մի պայծիժկա չկար, ոչ մի ծանոթ չկար, այդ կողք բոլորս ու ես աշխատում էի իմ ձեռքերով մի օր գիշեր ցերեկ աշխատում էի, հաջորդ օրը մինչև ժամը 5-6-ը օրը ուշ հավաքեի, մյուս օրը էլի կրկնասկի աշխատեի։ Շատ կարճ ժամանակում մոտ 3-4 ամսվա ընթացքում ես արդեն տուն ունեի, մեքենա ունեի, ժողովուրդ ջան։ Ու այդ ընթացքում ինձ ասեցին, որ քո ընկերը մահացել է։ Իմ դասային տղեն 27 տարեկան մահացավ։ Շատ լավ տղա, իմ ընկեր իրար 10 տարի դասի են գնաց, այդպես շատ լավ անձնավորություն էր։ Ու էլ չէի ուզում աշխատել, էլ չէի ուզում ոչ մի բան անել, ասում եմ լավ Աստված շան։ Եթե դու կաս, ո՞րն է կյանքի իմաստը։ Լավ, եթե տուն չունեմ, աշխատում եմ, սառացա եմ եղնում, գիշեր ցերեկ տուն ունեմ։ Եթե մի քիչ լավ ավելի շատ ստարացան, ավելի լավ տուն կունենամ, ավելի լավ մեքենա կունենամ, բայց ես կարամ իմ ընկերոջ պես օրերից օր թողամ այս աշխարհում գնամ, այս կյանքի իմաստը ո՞րն է։ Այդենց փնտրտունքների մեջ էի, ժողովուրդ ջան։ Ինձ դե մեր հայրս մի հատ խաչյալ ունենք, չէ՞, մի խոսք ասենց, ասում է, մինչև դանագոսկորին չասնի, չենք գնում, բժշկի չենք դիմում։ Այսպես վիճակս այդքան է լավ չէր, առողջական, գնացի բժշկի, այս բժիշկները ասին անապահ պետք է վիրահատվես։ Ես որոշեցի ստեղ չեմ, Ռուսաստանում չեմ վիրահատվելու, կգնամ Հայաստան։ Գնացի եկա Հայաստան, ժողովուրդ ջան, եկա Հայաստան, բժշկի հետ խոսացի ոնց որ պիտի վիրահատվեմ։ Շատ հետաքրքիր մի բան էր։ Երբ որ ինձ տարան վիրահատելու, ժողովուրդ ջան, երկու հատ կին եկան, ինձ բարգեցրին այդ ինչի են ասում, կալյասկի վրա, ու դենց տանում են ինձ, հենց մի հատ, հենց մի անձնավորություն են, հենց տյոտյաներ են, որ սենց խիստ դեմքերով, սենց տարան, ոտքերս կապին, ձեռքերս կապին, ասենց ես չեմ հասկանում էլ, ինչ են սենց էլի, սենց հետս վարվում, կապուտը տանում են սպանելու ինձ էլի, այդենց բանի մեջ հա, դու մի ասա, պետք է այդ մարդկանց վերաբերմունք ցույց տալ, գրբաների ինչ-որ բան կողել։ Ես այդ բանը չէի, դե որ Ռուսաստանում եմ շատ ժամանակ անցկացրել, այդպես տարան կապեցին բան, հիմի այդեղ մեծ զալ էր, մեկին վիրահատում էին, ու մտքեր էին զգալում, ասում են, դու էլ ես մահանալու, դու քո ընկերոջից լավը չես։ Այդ ընթացքում մեկի մորակրոջս տղեն մահացել էր էլի այդ ընթացքում 25 տարեկան քնել էր ու չէր ելել գնից ու սենց մտքեր է գալիս դու էլ իրանցից լավ չէ դու էլ կմահանաս Հիմի ես գիտություն չունեմ այդ մտքերը ընդունում եմ հիմի վախ այգե վերես խո չեմ վախեն ժողովուրդ չասես տողցնում եմ Այս բժիշկը ասում է հանգստացի տղա ջան բայց դու չէիր վախեն ինչ կդավավ քո հետ Ասում եմ հա հանգստանում, բայց չեմ հանգստանում։ Այս բժիշկը ասում է, եթե չես հանգստանում, 5 րոպե քեզ ժամանակ, մենք քեզ չենք վիրահատելու։ Ես եմ մտածում ասում այ մարդ, Լեննագանից այդ սա ժողովուրդ եկել են, որ ինձ վիրահատեն, այս նեղ հալին սա եկել են վիրահատել, ելնեմ ասեմ, վախենում եմ, ամաչում եմ։ Բայց թե վախենում եմ, ինչ անեմ։
անկեղծ դեռ ես իմ սիրտը բացի Աստծո առաջ, Աստված, ես չգիտեմ քեզ չեմ ճանաչում, եթե դու կաս Տեր, ներիր իմ գիտակցաբար անգիտակցաբար մեղքերը, անկեղծ ասեցի, ժողովուրդ ջան, խաղաղություն եկավ իմ մեջ, բժիշկ եկավ հենց ինձ տեսավ, սավապրես տղա ջան, վիրահատում ենք, Կակփութը այդ տեսարանը փոխավ ժողովուրդ ջան, եկել են երկրացն շատ բարեհամբույր հետս վերաբերում են քույրերը, եկան այս ձեռքերս ցարցիկին, ավելի սպես նուրբ կապեցին, ավելի սպես սիրով խոսացին հետս։ Մի խոսքով վիրահատեցին բրծավ այդ ամենը, անցել եմ 3-4 օր, ելել եմ այդ միջանցքը, քայլում եմ, մի տարիքով մարդ այնտեղ նստած է, կամ եկեք նստած է, սենց ուրախ զվարթ, ասում եմ, այս մարդը տեղ չգիտե, եկել էստեղ հիվանդանոցը սենց լավ իրան ուրախ զվարթ վրում է, չէ՞ որ սենք հիվանդանոցը ինչի համար եք էստեղ, սենց իմ մեջ խոսում եմ, հուլիս ամիսն է, ես էլ լուսամուտներ բացել եմ, կայնել եմ այդ լուսամուտի այդ քամու առաջ, այս եղբայրը եկավ, լուսամուտը փակեց, հա, նստավ սկամեկին, ես գնացից եմ, հոպա ջան, բա դու ստեղ ինչ ես անում, տեսնում եմ սա, սալամատ առողջ, ինչի համար ես ստեղ եկել, էլի, դեղ ես կդե ես ենք լավ, դեղ ես կդե որ եկել ես սենց, էլի, բա տղուս եմ բերե վիրահատելու, բայց ասում են, բժիշկները ասում են, տո այսօր արի, տո վաղ արի, ու դες ոնց որ չլչլվում է, էլի, չի ստացվում, ես ասեցի, Աստված ողորմած լավ կլինի, դարամ ինձ նայեց, բա դու Աստծուն հավատում ես, ոնց չեմ հավատում, ես հայ եմ, քրիստոնյա եմ, խաչ էի շատ սիրում, խաչը հանի բգիցս ցույցում եմ, տեսեք, ես հայ եմ, քրիստոնյա եմ, ոնց չեմ հավատում։ Սա տղա ջան, սա քրիստոնյա չեն դառնում, քրիստոնյա չեն ծնվում, պիտի դառնան։ Ասի ոնց, նես մի բան է, էլի, ոնց ես ուրեմն քրիստոնյա չեմ։ Մեկ էլ այդ ժամանակ բժիշկին մոտեցավ, ասում է, բերեք ձեր տղան, պիտի վիրահատենք։ Ես եղբայրը դառավ մի հատ ինձ նայեց, լսես, ես հավատացյալ մարդ եմ։ Գուզես ես քեզի Աստծո մասին պատմեմ, Աստծո հետ ծանոթացնեմ։ Ես էլ դուզնասած մի քանի հավատացյալ գիտեի մեր մոդերը։ Ես չէի ուզել դենց հավատացյալներ, ես աշխատում էի դենց հավատացյալներ իրանց կողքը դաշ չկանգնեի։ Այդ էս վիճակեր ես ասեցի հա դե արի խոսանք, այնշը որ քեզ լսելով հավատացյալ դառա էլի։ Սա հաստված առաջ Ուգամ խոսենք։ Մի եկել է, հույ հա, ես գնացի պարկած, սպասում եմ 7-րդ պալատներ, ես ստեցի որ 7-րդ պալատն եմ պարկած։ Մի եկել է, ասում է, մի եկել է, ասում է, հա, ես երբ որ սկսեցի դեղ պարկել հանգստանալ, հիշեցի, որ այ ախպեր, ես նեղության մեջ էի, ես վախի մեջ էի, Հիսուսին կանչեցի, Աստծուն կանչեցի, աղոտ կարեցի, ու ոնց որ թեթևություն եկավ, կարող է իրականում Աստված կա։ Դենց այդ մտքերով եկավ այդ եղբայրը, եկավ մի խոսում է, մի անձնավորություն կա, ասում է հավատարիմ է։ Հա, ես շատ ուշադրում եմ չխապենց դարձնի հավատացյալ, էլի։ Իմացել եմ մի ախուրի գյուղից են բան, եղած տեղ խապել հավատացյալ դարձնի։ Ասում է հավատարիմ, ասում եմ չկա դες բան, որովհետև ես իմ կյանքում շատ դավաճաններ էի հանդիպել։ Ասում է հավատարիմ անձնավորություն կա։ Ես եկել եմ ինչ-որ մարդու մասին է խոսում, էլի։ Ասում է կա դենց հավատարիմ մարդ, դա Հիսուս Քրիստոսն է։ Ըստավ Հիսուս Քրիստոսն է լավ։ Հիմա այս մարդը նախքան այդ կներեք ես Սախալնում մի պրավոսլավնի եկեղեցի այնտեղ սարքել, ես այդտեղա նեսի գործերն եմ անում։ Այնտեղ կաֆել բան ենք շարում, մրամրվան։ Այնտեղ քահանաներին ես դե փնտրում էի։ Քահանաների հետ մոտիկություն էի անում, բան ասում եմ լավ, բայց կյանքի իմաստը ո՞րն է, ժողովուրդ ջան, քահանա մարդ էլի, կարա ինձ ճիշտ խրատներ տա, բան։ Դա ասում եմ ինչ, սա նորմալ է, ես շատ հարցերի մեջ նեղվում էի, переживать էի անում, բան։ Ասում եմ նորմալ է, современный կյանքում ենք ապրում, մի կան մտածել այդ բաների մասին։ Ապրի, радуйся, наслаждайся жизнью, բան, ասես բաներ ասում։ Հիմա այս մարդն էլ օրեկել է, հիմա խոսում է, ասում է Հիսուսը ինչ արել չես արել, ներել է, քո մեղքերը ջնջել է։ Քո ստատուսը փոխվել է, դարել ես Աստծո որդի։ Եթե ընդունում ես Հիսուս Քրիստոս Տերը փրկիչ, քո ստատուսը փոխվել է, դարել ես Աստծո որդի։ Քեզ տալում է հավիտենական կյանք։
Ասում եմ, ինչո՞ս մայախբեր։ Ու դες շատ զրույցներ, ես էլ ասում եմ ուր դեր գրած։ Վերցնում եմ Աստվածաշունչը, ասում եմ որտեղ է գրած, ցույց տուր, ուզում եմ խապել այդ։ Վերցնում եմ, կաշտում եմ իր ցույցը տան տեղը, կաշտում եմ, ասում չի ախպեր, այս մարդը ճիշտ է խոսում։ Այդենց ժողովուրդ ջան, շատ կբավ իր այդ քարոզած ինչ որ քարոզներ կար, ինչի կարիք որ ունեի, Աստված իր միջոցով փոխանցեց ինձ։ Ես շշմած էի ժողովուրդ ջան, ես կորցրել էի արդեն, ասում եմ, ես ի՞նչ է կատարում։ Այդ մասին Աստված միայն գիտե։ Հիմա գնացել է այդ մարդը։ Քուրս էր ինձ խնամ, քրոջս ասում այ աղջիկ ջան, կարող ասենք իմ մասին ինչ որ իմ խայսյատի մասին, իմ երազանքների մասին այդ մարդուն բան ստացել ես։ Դասում է, ես առաջին չգիտեմ քո երազանքները, քո չես կիսվել դու իմ հետ։ Երկրորդն ես ինչ գործել եմ, այստեղ ճուժոյ տղամարդու ինչ որ քո մասին բան ասեմ։ Այնքան լավ, այնքան ինչ որ ոչ մեկից չի արել, Սուրբ Հոգին Աստված Տիգրան աղբոր միջոցով ինձ փոխանցեց։ Ես 10 տարի դպրոց եմ գնաց, բայց Աստվածաշունչ կարտացած չկամ, ես անպայման կարտադրում եմ այդ Աստվածաշունչը։ Հետաքրքիր գիտես ինչն է ժողովուրդ ջան։ Երբ որ Տիգրան աղբերը հրավիրեց իրանց տուն, երբ որ մի քանի եղբոր տուն մենք գնացինք, հիմա տեսնում եմ այս ժողովրդի անկեղծությունը, ուրախությունը։ Ասում եմ, այ մարդ, սունկիրը բուրի ժողովուրդն է, աղբեր։ Ես ենք նոր հավատացիացում ավելի ուշադրեցում, չէ, ամեն բանին։ Իրենց հակուկապը, իրենց քայլվածքը, իրենց խոսածածը, նայում ես իրենց խոսածածը, իրենց ապրած կյանքին համապատասխան, ես sense ուշադիր նայում եմ, անես դուրս եկավ ժողովուրդ ջան, անես դուրս եկավ, ասում եմ, ես էլ փառք Աստծո գործերը շատ լավ է, ես մի հատ լավ մեքենա էի արել ժողովուրդ ջան, շատ պաշտոնավոր մի հատ մարդու ավտո էի արել, այստեղ որ եկել է, բայց որ վիրահատվել է, ես չէի քշում այդ ավտոն, որոշ ժամանակ անցնել որ պետք քշվեր, ես ասում եմ Այդպես մարդիկ ինձ չեն ճանաչում, ինչ սիրով են ինձ ընդունում, ինչ անկեղծ են էլի, ասում եմ, այն վաղ դուրսենք ես ներն էության մեջ է շատ մարդիկ բարև չէին տալիս, հետո այդ մեքենան որ առել ինձ հարգում էին ավելի շատ էին սիրում, սենց շատ հարսանիքներ էին հրավիրում, որպես հարսանիքի ավտո, ասում եմ, այս ժողովուրդը իմ մեքենան է չի տեսնում, ես ոնց են ինձ հարգում սիրում, չեն իմանում որ ես այս մեքենա ունեմ։ Սպիմիս չկադամ, ես այդենց միամիտ հավատք ունեի, էլի ժողովուրդ ջան։ Հետակ այդ ամեն ինչը ժողովուրդ ջան շատ ինձ զարմացրեց, էլի ժողովուրդ ջան, ես անպայման պիտի հավատացյալ դառնամ, ինչ որ երազում եմ, ինչքան ուզել եմ ես իմ ուժերով փոխվեմ, այն իմ պապայի, մամայի դաստիարակածով ապրեմ։ Ես այդպես եմ, ուզում ասեցի, ահա լավ մահանա դառնամ հավատացյալ։ Ուրեմն գնացել եմ այդ Բանգլադեշի եկեղեցին, այդ վաղտ Տիգրան աղբերն էր ինձ ենք տանում սովորեցնում բան, Տիգրան աղբերը այդ վաղտ հետը չէր, ինչ որ զբաղված էր։ Հիմա գնացել մի հատ գրախ տեղ կանգնած եմ, դեռ էլ շատ ժողովուրդ էր հավաքված։ Հիմա այսպես անկեղծ աղոթք եմ անում Աստվածաշան, խնդրում եմ էլի օգնիր ինձ էլի որ ես ենք չխապվեմ էլի կարող է խապված եմ հետո խապված եմ ինձ աղոթք եմ անում վերջնա արդեն եղբայրը հրավիրել են որ պիտի աղոթեն ժողովրդի համար ձեռք են դնում աղոթում հիմա ես հրախ կանգնած ուզում եմ այդտեղ բայց ամաչում եմ ասում եմ այ չտեսեն որ չտեսնին ծանոթ մարդ սեն աշուտ հավատացյալ է դարել ուրեմն կանգնած եմ մի քույրիկ մոտեցավ ասավ եղբայր ջան դու ով ես Մարդ եմ էլի, սկա մարդ մեջ ինձ տես, ասում է դու ով ես, ասում է Հիսուսը քո հետ է, քո կողքն է, գնա թող եղբայրների ձեռքի տնեն աղոթք կանեն քո վրա, ասենց ոնց որ հրեր ինձ, գնա թող, ասում է քո կողքն է, քո հետ է, գնա թող եղբայրների ձեռքի տնեն աղոթք կանեն։ Ժողովուրդ ջան, այդ ինձ ավելի ուշ տվավ, ժողովուրդ ջան, ես տեսար հայտնությունով այդ քույրը տեսել հետո ես հասկացա որ մաշկարե քույրիկ էր հետո ես հասկացա որ
Աստծուց առած էր մոտեցել ժողովուրդ ջան, Աստծուց առած ինքը ինձ օգնեց, առաջնորդեց, որ գնայի տեղ։ Երբ որ աղոթեցին իմ համար ժողովուրդ ջան, մեծ զորություն իջավ վրես, ժողովուրդ ջան, այն վիճակն որ ունեի ձեռքերս թուլացել է, չէի ուզում ստարացանել, չէի ուզում աշխատել, չէի ուզում ինչ-որ բան ավելացնել, զորություն եկավ վրես։ Հիմա գնացել եմ Սախալին ժողովուրդ ջան, աշխատում մի քանի օր աշխատող կան, ես իրանց հետ աշխատում եմ, ուրախ զվոր սենց երկելով, բարելով սենց աշխատում եմ, աշխուժ գնացել են աշխատողներ, իրանցից հետո ես էլի սենց ուրախ զվոր աշխատում եմ, ես ես զարմացել եմ, ինչ ուրախություն է եկին վրա ժողովուրդ, ես չէր կատարվում մետ, ես ինձ չէի ճանաչում։ Խնդիրներ էր առաջանում ժողովուրդ ջան, ես մեր ինչ խնդիր է, Հիսուս ունիմ ես, Հիսուսով ես այդ հարցը լուծում եմ։ Շատ ժամանակ գնացել եմ ժողովուրդ ջան, գնացել եմ որ այդ հարցը բրի լուծում տամ, գնացել եմ այդ հարցը լուծված է եղել։ Գուրե ջան, ինչ զորություններ եկե, ինչ ուրախություններ եկե իմ մեջ։ Ոչ մի բանից չէի վախենում ժողովուրդ ջան, ոչ մի բանի մասին չէի մտածում։ Ու սենց ժողովուրդ ջան, ինձ համարել են ուրախանում, փառք էի տալում Աստծուն, ու սենց մի բան կատարվեց ժողովուրդ ջան։ Նկատում եմ այդ ուրախությունը ինձանից գնաց։ Դե գիտություն չունեմ, սկսեցի այս աղբորից եմ հարցնում ոնց անեմ, ինչ անեմ, որ լավ եղնի։ Ու սենց տարբեր ինֆորմացիաներ եմ ստանում։ Մի եղբայրը ասում է սենց արա, էսի մեղ կա, դու էսի սենց ա, դու են ինդեց, ով ինչ ասում է, ես ընդունում եմ ժողովուրդ ջան։ Տեսնեմ տխրություն եկե վրես։ Ոչ եմ տխրում, ոչ եմ նեղվում։ Ուզում եմ մի տեղ կարդամ ժողովուրդ ջան, շատ կարևոր կներեք ժողովուրդ ջան, քիչ որ ռուսերենով եմ բանանում հայկը։ Մի սենց հիասթափված էլի սենց նեղված մի պատվիրատուի մոտ էլ եմ աշխատում, ալիք աղբերն էլ էր մեր հետ աշխատում, իրանք էլ հանցագործ աշխարհից էին, ժողովուրդ ջան, նրանց մոտ եմ աշխատում, հիմի ինձ էլ խրատ են տալիս, որ ներես պիտի սաղին, սուս պիտի մնաս, չհագաճարվես, կռիվ չանես, ես չանես, հիմի դրանք է մի քիչ իրանց լավ չեն պայում, ես այս ամեն ինչս եմ հավատացյալ մարդ եմ, բնի ինձ համեստ պայեմ, շնորհքով պայեմ, ու դենց ներսումս տանջվում էի, ժողովուրդ ջան, տանջվում էի դենց, ու շատ դենց տանջվելով, տարապելով, նես գցելով, ժողովուրդ ջան, ես հիվանդացա։ Հիվանդացա, շատ ծանր հիվանդությամբ հիվանդացա, ուրեմն պսայրազ էի, ոտից գլուխ սաղ այսպես վերքերով լցված։ Ահավոր ծանր վիճակ էր մոտս։ Իշքան փող ունեի, այդ բժիշկներին էի տալիս, տո Ճապոնիա էի երթում, տո երկու անգամ Իսրայել եմ գնացել, բժիշկներին էի տալիս այդ ու երբ որ այդ տանջանքների տառապանքի մեջ էի ժողովուրդ ջան, հիշեցի Սուրբ Հոգին իմ հետ խոսեց ժողովուրդ ջան, նայեք, այսինքն ինձ մի րոպե ժողովուրդ ջան, ուզում եմ այդ տեղը գտնեմ որ կարդամ։ Սուրբ Հոգին իմ հետ խոսեց ժողովուրդ ջան, ու ինչ է ասում։ Ասավ լիհիշե, ինչ ասավ Հիսուս Քրիստոսը խաչի վրա, վերջի խոսքերն ինչ էր։ Մտածեցի, ասավ ամեն բան կատարվեցավ։ Ինչ կատարվեցավ։ Ասում է ամեն բան կատարվեցավ։ Ինչ հասկացա ժողովուրդ ջան, որ Հիսուս Քրիստոսը մեզ համար ամեն բան արել է,
որ հիվանդ ես, հիվանդ չմնաս, որ անեսքի տակ ես, անեսքի տակ չմնաս, որ աղքատ ես, աղքատության մեջ չմնաս, ամեն բան կատարվեցավ։ Ու ես խոսքերը հիշեցի, ժողովուրդ ջան, չեմ կարող կներեք։ Էդի գրադը Եփեսացիների 4-րդ գլուխ 4-րդ գլուխ 30 խոսքից Եվ մի տրտմեցեք Աստծո Սուրբ Հոգին, որով կնկվեցաք փրկության օրվա համար։ Ես որ կարդացիս ոնց ես տրտմեցրել եմ Սուրբ Հոգում, կարամ եւ տրտմեցնեմ Սուրբ Հոգում։ Հետո այս խոսքին եմ հրաստեկի։ Առաջի Պետրոս 4-րդ գլուխ առաջի խոսքից մինչև 3-րդ խոսքը։ Այդ Քրիստոսը, որ մարմնով մեզ համար չարչարվեցավ, դուք էլ նրա մտքով զինվեցեք, որ մարմնով չարչարվողը մեղքից դատարեց։ Որ այլևս ոչ թե մարդկանց ցանկությունների պես, այլ Աստծո կամքի պես ապրեք, մարմնումը մնացած ժամանակը։ Որովհետև բավական է մեզ, որ մեր կյանքի անցած ժամանակը հետանոսների կամքը կատարեցինք, որ վարվում ենք գճությունով, ցանկություններով, գինեմոլություններով, անառակություններով, արբեցողություններով կամ անօրեն կռապաշտություններով։ Ժողովուրդ ջան, այստեղ ուզում եմ, որ մենք ուշադրություն դարձնենք, այս խոսքերը ինձ փոխել են, ժողովուրդ ջան, ինձ ուժ են տվել։ Երկրորդ խոսքից, որ այլևս ոչ թե մարդկանց ցանկությունների պես, այլ Աստծո կամքի պես ապրիկ, մարմնումը մնացած ժամանակներում։ Հիմա ժողովուրդ ջան, ահագին ժամանակ անցել է, ես տարապում եմ, տանջվում եմ, ժողովուրդ ջան, ինչ մտքեր գալիս են, այնպես մտքեր են գալիս, ժողովուրդ ջան, ես երևի էստամ կախվեմ պրսնեմ։ Ուրեմն ստեղ Սուրբ Հոգին նենց հետ ես խոսած, բավական ես մե։ Այլավ մի հատ եմ կա, որ այլևս ոչ թե մարդկանց ցանկություններ պես, մարդկանց էի լսում, մարդը ինչ հասկանային, ոնց հասկանային, Այդենց ասում են, ես էլ ընդունում եմ, գիտություն չունեմ, որ զանազանեմ, դա Աստծուց է, Սուրբ Հոգուց է, թե չէ, ու դենց ընդունում եմ, որովհետև բավական է մեզ, որ մենք կյանքի անցած ժամանակներ հետանոսների կամքը կատարեցինք։ Դա ասաշտնա, ոնց թե բավական է քեզ։ Հիսուս Քրիստոսը քո համար խաչվել է, ամեն բան կատարել է, բավական է քեզ։ Ու սկսեցի ժողովուրդ ջան մտածել, ասեմ, լավ, Հիսուս Քրիստոսը խաչվավ, ամեն բան կատարեց խաչի վրա, ասավ ես գնում եմ, իր աշակերտներին ասավ ես գնում եմ, ձեր համար լավ է որ ես գնամ, եթե չգնամ Սուրբ Հոգին չի գա, Մխիթարիչը չի գա, նա կգա կառաջնորդի ձեզ ճշմարտության մեջ։ Նոր հասկացա ժողովուրդ ջան, այն անգամ որ ինձ Տիգրան ախպերը խոսեց ու Աստծո մասին ինձ բացատրեց, այն ժամանակ որ եկեղեցում ինձ համար եղբայրներ աղոթեցին, այն ժամանակ որ ես ընդունի Հիսուս Քրիստոսին որպես Տեր ու Փրկիչ, ես լցվա Սուրբ Հոգով, զորությամբ լցվա, ժողովուրդ ջան, իմաստությամբ լցվա, ժողովուրդ ջան, բա ինչ եղավ այդ զորությունը, ինչ եղավ ժողովուրդ ջան, նայեք ինչ կա ստեղ ժողովուրդ ջան, Ստեղ շատ կարևոր բան է, երկու բան եմ ես ստեղ նկատել, ժողովուրդ ջան, ես ուզում եմ, որ բոլորս նկատենք դա։ Դա գրած է առաջի Կորինթացիների երկրորդ գլուխ 12 խոսք ու 13 խոսքը։ Եվ մենք ոչ թե այս աշխարհի հոգին առանք, այլ այն հոգին, որ Աստվածանից է, որ ճանաչենք այն բաները, որ Աստվածանից է տրված մեզ։ Ինչ ասում, որն էլ խոսում ենք ոչ թե մարդկային իմաստության սովորած խոսքերով, այլ Սուրբ Հոգու սովորեցրածներով հոգևորները հոգևորների հետ համեմատելով։ Ժողովուրդ ջան, մի խոսք է կարդամ
Առաջ Աստված Սիրկսին Նայք ես գելինց ժողով չանչա Էդի գրված է թուղթ հռոմեացիների 12-րդ գլուխ 11-րդ խոսքը Հոգով ջերմեռանդ եղեք, Տիրոջը ծառայեցեք, հույսով ուրախացեք, նեղության ամպերեցեք, աղոթքումը հարատևեցեք։ Նայք մեկ էլ թարգմանությունից մեջ գրած է հոգով բորփոքվեցեք, Տիրոջը ծառայեցեք։ Ժողովուրդ ջան, երբ որ ինձ հաջողվել է, Աստծո առաջ եմ ասում, երբ որ ինձ հաջողվել է, երբ որ ես Սուրբ Հոգուն ձայնը լսել եմ, երբ որ ես Սուրբ Հոգով լցվել եմ, ժողովուրդ ջան, այն տեղը, որ ես գնացել եմ, մութ ու խավար եղել, պրոբլեմներ եղել, ժողովուրդ ջան, ինձանից փոխանցվել է այդ զորությունը, ժողովուրդ ջան, այդ ուրախությունը, այդ ազատագրությունը, ժողովուրդ ջան, ասում հոգով բորփոքվեցեք եւ Աստծուն ծառայեցեք։ Ժողովուրդ ջան, երբ որ հաջողվել է ես հոգով բորփոքվեմ, ժողովուրդ ջան, Սուրբ Հոգով լսեմ, ես մեղ չեմ գործել, ես չեմ սայտակել։ Նայեք ստեղ մի վիճակ եկա, ասում է Սուրբ Հոգուն մի տրտմեցրեք։ Նայեք ժողովուրդ ջան։ Ստեղ ինչ է կատարվում, քուրջ նախվերներ ջան։ Առաջուց երբ որ ես ընդունեցի Հիսուս Քրիստոսին Տեր ու Փրկիչ, երբ որ ես առաջուց ընդունեցի Հիսուսին Տեր ու Փրկիչ, իմ վրա ուրախություն եկավ, զորություն եկավ։ Հետո ստեղ գաշտում եմ ասում եմ մի տրտմեցրեք Սուրբ Հոգուն։ Դոս երբ որ մենք գալիս ենք առաջուն Աստծուն ընդունում ենք Տեր ու Փրկիչ, ժողովուրդ ջան, Սուրբ Հոգին մեզ առաջնորդում է։ Իսկ մնացած տեղում ասում եմ մի տրտմեցրեք Սուրբ Հոգում։ Մենք պետք է տեղ տանք Սուրբ Հոգուն, ժողովուրդ ջան, որ Սուրբ Հոգին մեզ առաջնորդի։ Ասում եմ Աստծո որդիք նրանք են, ով որ Սուրբ Հոգով է առաջնորդվում։ Որ ամենակարևորը ժողովուրդ ջան, որ մենք Սուրբ Հոգով առաջնորդենք, Աստծուց առած առաջնորդվենք։ Ժողովուրդ ջան, ամենակարևոր բանն է, որ այդ ուրախությունը մեր մեջ լինի, ժողովուրդ ջան, այդ զորությունը մեր մեջ լինի, որ մենք քրիստոնյա ենք, Քրիստոսին ենք ներկայացնում, որ կարողանանք հիվանդին, կարիքավորին կարողանանք օգտակար լինենք, ժողովուրդ ջան, որ Աստծո անունը փառավորվի, որ Աստծո կամքը լինի, ժողովուրդ ջան։ Տիրոջ անունը փառավորվի, եղբայրներ, քույրեր, Չգիտեմ, այսօր սրտից տրված է խոսել մեկ թեմայի շուրջ։ Երբ որ մենք նայում ենք Սուրբ Գրքի մեջ ամենակալ Տիրոջ խոսքին ձեռքես հետևյալն է հորդորում եւ ասում. Եսայի ներողություն, Երեմիայի մարգարեության առաջի գլխի 12-րդ համարի վերջնամ ասում այսպիսի տողեր է գրված. Ես պիտի հսկեմ իմ խոսքերի համար, որ կատարեմ այն։ Երբ որ մենք կարդում ենք Սաղմոսների մեջ 138 Սաղմոսի երկրորդ համարում ամենակալ Աստծո խոսքի վրա նայեք ինչ ասում Դավիթ թագավորը 138-ի երկրորդ համարում գրված է, որ բոլոր անունիցդ բարձր մեծարեցիր քո խոսքը։ Եվ երբ որ կարդում ենք ավետարանի մեջ գրված է երկինք երկիր կանցնի, բայց Աստծո խոսքից մեկ նշանակետ չի անցնի։ Քուրեր չան, եղբայրներ չան։ Այսօր Աստված ուզում է, որպեսզի ես եւ դու ամբողջ սրտով հավատանք իրեն խոսքին։ Եղբայրները խոսեցին կամ այսօր արդի ժամանակահատվածում կա մեծ պրոբլեմ, եւ ես կուզեմ, որպեսզի այդ պրոբլեմի լուծումը մենք ամեն մեկս գտնենք մեր կյանքի մեջ։ Եվ մեկ ուրիշ համար պիտի կարդամ, որը գրված է Սուրբ Գրքի մեջ, նայեք ինչ է ասում Երեմիայի մարգարեության մեջ, ամենակալ Աստված Երեմիայի շուրթերով 8-րդ գլուխ 22-րդ համար։ Բալասան չկա քաղատում, կամ բժիշկ չկա այնտեղ, ապա ինչու համար առողջություն չկտավ իմ ժողովրդի աղջիկը։
Այսօր ուզում եմ, որպեսզի մենք լույս նայենք ամենակալ Տիրոջ խոսքին եւ տեսնենք, թե խնդիրները որտեղից են։ Քուրս ջան, եղբայրներ ջան։ Այսօր մենք որպես մարդ, երբ որ մեր կյանքի մեջ խնդրեմ է լինում, ուղղակի կուզեի, որպեսզի լույս նայենք։ Երբ որ մարդը ծանր հիվանդանում է կամ հիվանդության մեջ, առաջինը ինչի մասին է մտածում եւ ինչ է խորում մտածում, ում դիմի։ Մարդկանց հարցնելով այս մեկի անուն է տալիս բժիշկի, մյուսը մյուսի, բայց հետաքրքիր է, Երեմիա մարգարեության մեջ ասում է, միթե բժիշկ չկա գաղատումը։ Ելիս գրքից կարդամ մեկ համար, նայեք ինչ ասում ամենակալ Աստված 15:26 համարից, Ելից 15:26 եւ ասեց. Եթե իրավ լսեք քո Յովասու ձայնին, եւ ինչ որ նա աչքի առաջին ուղիղ անես, եւ նրա պատվիրանքները ականջ տնես, նրա բոլոր կանոնները պայս, այն ախտերից է ոչ մեկը քեզ վրա չեն բերիլ, որոնք Եգիպտացին վրա բերի, որտեղ ես եմ Յովան, քո բժիշկը։ Քուրս ջան, եղբայրներ ջան, շատ անգամ մամիկոն եղբայրն ասում է, ինչի բժիշկներին փող տակ։ Այսօր կա միջոց, ես կուզեմ այդ միջոցի մասին խոսել, բայց կուզեմ տեսնենք որտեղից է խնդիրները։ Երբ որ մենք կարդում ենք Սուրբ գրքի մեջ, քուրս ջան, եղբայրներ ջան, ողջ Երեմիայում ամենակալ Աստված 3-րդ գլխի 33-րդ համարում այսպիսի խոսքեր ասում, որովհետև նա իր սիրտը չի նեղացնում եւ տրտմեցում, որովհետև նա իր սիրտը չի նեղացնում եւ տրտմեցում մարդկանց որդիներին։ Աստված որից մեկին չի ուզում նեղացնել, չի ուզում խնդիրներ ստեղծել։ Բայց իմի հարցը հետեւյալն է, ինչու համար ունենք մենք խնդիր։ Այս մասին ես ուզում եմ անդրադառնալ եւ ես կուզեի, որպեսզի ես եւ դու կարողանանք սա հասկանալ։ Մարդիկ կա, որ այսօր չեն տեսնում որտեղից է իրենց խնդիրները։ Նախապես ասեմ հետեւյալ միտքը, որ մարդը ինչի հետևանքով է հիվանդանում։ Երբ որ մենք կարդում ենք Միքիա մարգարեության 6-րդ գլուխ 13-րդ համարի մեջ գրված է, ուրեմն ես էլ հիվանդացնում եմ քեզ զարկելով, ավերակ եմ անում քո մեղած պատճառով։ Առաջինը մեղքի պատճառով։ Երկրորդ, երբ որ մենք նայում ենք Աստծո փառքի համար։ Հիշում եք, եկան Հիսուսի մոտ եւ երեխային բերեցին, հարցրեցին, թե հիվանդությունը ում պատճառով է։ Ինչ ասեց Տերը, Աստծո փառքի համար։ Բայց կուզեի, որպեսզի ես եւ դու տեսնենք մեր իրական վիճակը, որն է խնդիրը եւ որտեղից է բժշկությունը։ Քուրս ջան, եղբայրներ ջան, երբ որ մենք կարդում ենք Ղևտացիների թղթի մեջ, նայեք ամենակալ Աստված ինձ եւ քեզ հետ ինչ է խոսում։ Սա գրված է Ղևտացիների 26-րդ գլխի 14-ից կարդում եմ մինչեւ 17 համարը։ Ամենակալ Աստված նայեք ինչ է հորդորում եւ ինչ ասում ինձ եւ քեզ։ Բայց եթե ինչ չլսեք եւ այս բոլոր պատվիրանքները չկատարեք, եւ իմ կանոնները անարգեք եւ ձեր հոգին իմ դատաստանից զզվի, որ իմ բոլոր պատվիրանքները չանեք եւ իմ ուխտիցը դժեք, ես էլ սա կանեմ ձեր վրա, կուղարկեմ տակնապ, ծիրանակուն աղտ, տենդ, որ աչք է փչացնում եւ հոգին մաշում, եւ ձեր սերմը դատարկ է սերմեք, որովհետեւ ձեր թշնամիները կուտենան, եւ իմ երեսը ձեր վրա կդարձնեմ, եւ ձեր թշնամիները առաջին կսպանվի, եւ ձեզ ատողները կիշխեն ձեր վրա, եւ կփախչեք առանց մեկը ձեզ հալածելու։ Քուրս ջան, եղբայրներ ջան, առաջին ամենակալ Աստված ասում է մեր խնդրեմը հետեւյալն է, որ ես եւ դու Աստծո խոսքը չենք լսում։ Գրված է 14 համարի մեջ, բայց եթե ինձ չլսեք, 15 համար իմ կանոնները անարգեք, 16 համարի մեջ գրված է, ես էլ սա կանեմ, 17-ը ձեր թշնամիները առաջին կսպանվեք։ Ուրեմն սա մեր կողմն է, Աստծո կողմը չէ։ Քուրս ջան, եղբայրներ ջան, սա համար ամենակալ Աստված ուզում է, որ ես եւ դու լսենք ամենակալ Տիրոջ խոսքը։ Մենք շատ անգամ ասում ենք հետեւյալը բժշկությունը հավատքով այո եւ ամեն։ Այսինքն, երբ որ մարդը հավատում է ամենակալ Տիրոջ խոսքին, նաեւ մեկ միտք էլ ուզում եմ կարդալ Հոբի խոսքերից, որտեղ որ ինքը Հոբը ինձ եւ քեզ սովորեցնում է։ 5-րդ գլուխ 17 համարի մեջ գրված է հետեւյալ միտքը. Ահա երանել է այն մարդը, որին Աստված խրատում է, ուրեմն ամենակարողի խրատը մի մերժ է, որտեղ նա խոցում է եւ փաթաթում է, նա զարկում է,
եւ նրա ձեռքը բժշկում է։ Ինչու համար է Աստված այսպես վարվում, որն է պատճառը։ Ես կուզեի, որպեսզի մենք տեսնենք հիմքը եւ կարողանանք իրոք ունենանք բժշկություն։ Նորից անդրադառնում եմ Հոբի խոսքերին 33-րդ գլուխ 14 համարից գրված է մինչև 19-րդ համարը։ Նայեք ինչ ասում ամենակալ Աստծո խոսքը։ Սակայն մեկ անգամ խոսեց Աստված։ Եվ մյուս անգամ բայց մարդը ուշադրություն չի անում։ Աստված բազում անգամ խոսել մեզ հետ։ Երկրորդ միտքը, երբ որ մենք կարդում ենք 16 համարի մեջ գրված է, այն ժամանակ նա բանում է մարդկանց ականջը, նրանց խրատելով կնքում է։ Հիմի ամենակալ Աստված, որպեսզի մեզ խրատի, մեզ սովորեցնի, ինչ է կիրառում ամենակալ Տիրոջ խոսքը եւ ինչպես բերում է այդ հիվանդությունը կամ այդ նեղությունը, կամ այդ խնդրումը կամ այդ փորձությունը։ Ում նպատակը, որ մարդը դառնա դեպի Տիրոջը։ 17 համարից եմ կարդում, որ մարդը հեռացնե վատ գործերից եւ ամբարտավանությունը ծածկե մարդկանցից, որ ետ պահե նրանց հոգին կորստից եւ նրանք կյանքը սրով անցնելուց։ Նա խրատվում է ցավով իր անկողնու վրա եւ նա ոսկորների գրիվը սաստիկ է լինում։ Հիմա ամենակալ Աստված ամեն ինչի մեջ բարի է։ Հիվանդության մեջ է բարի, նեղության մեջ է բարի, նույնիսկ մահվան մեջ է բարի։ Եվ ես կուզեի, որպեսզի այսօր մենք տեսնենք մեր խնդրումը եւ կարողանանք այդ խնդրի լուծումը ստանալ։ Ինչ անել։ Երբ է ամենակալ Աստված իր ողորմությունն անում։ Հիշում եք 4-րդ թագավորաց գրքի մեջ երբ որ կարդում ենք 20-րդ գլխի առաջի համարից խոսքը Եզեկիայի մասին է։ Եզեկիան դատապարտված էր մահվան, բայց երբ որ ինքը ողբաց ամենակալ Աստված Եզեկիային կյանք տվեց։ Հիմի հարց եմ տալիս, 15 տարի երբ որ կյանք տվեց, Եզեկիան ինչ կյանքով ապրեց։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, այսօր Աստված մեզ հետ էլ վարվել է ինչպես Եզեկիայի հետ։ Հիվանդ ենք եղել, կյանքը տվել, խնդրեմ ենք ունեցել, լուծումը տվել է։ Հիշեք կորոնայի ժամանակ ինչքան մարդիկ մահացան, բայց Աստված մեզ կյանք տվեց։ Այստեղ կան եղբայրներ, քույրեր, որոնք որ այդ կորոնայի ժամանակ շատ ծանր վիճակի մեջ են, բայց Աստված ողորմություն արեց։ Ինչու համար։ Այսօր ես եւ դու սրա մասին պիտի մտածենք։ Եվ ես կուզեի, որպեսզի լուրջ ուշադրություն դարձնենք։ Ես ինչ պիտի անեմ, որ իրոք ունենամ բժշկություն։ Եվ Աստված ինչ կերպ է այդ բժշկությունը օգտագործում մեր կյանքի մեջ։ Եվ որ դեպքում է Աստված բուժում մեզ ամեն մեկից։ Առաջինը պիտի բուժի մեր հավատքը։ Որ ես եւ դու հավատանք, որ մեր բժշկապետը Տերն է։ Բոլոր վիճակների մեջ, երբ որ Հիսուսը բժշկություն էր անում, առաջի հարցը հետեւյալն էր. հավատում ես։ Եվ երկրորդ հետեւյալն է. քո հավատքի չափը քեզ տրվի։ Այսօր մենք ասում ենք հավատում ենք, բայց իրականության մեջ հարց եմ տալիս. այդ հավատքը իրական է թե ցեվական։ Եթե այսօր որից է մեկ հիվանդին, որ ծայր աշան հիվանդ է, բերեն մի հատ շատ տհաճ համ ունեցող տեղորյակ տան եւ ասեն խմիր եւ կբժշկվես, վստահ եմ ամեն բան կանի։ Մի հարցս հետեւյալն է, ո՞րն է հեշտ եւ ծյուրին հավատալ Աստծո խոսքին, պարզ երեխայի պես, թե տեղորյակը խմելը։ Նայեք, երբ որ մենք կարդում ենք Գործք առաքելոցի մեջ, հիշում եք ամենակալ Աստված հիշատակում է, որ Պետրոսը Հովհաննեսի հետ մտան տաճար աղոթք անելու։ Եվ տաճարի դռանը կար մի հատ անձնարություն, որը հաշվանդամ էր։ Ամեն անգամ նստեցնում էին այնտեղ, որպեսզի մարդկացից ինչ-որ բան ստանա։ Երբ որ Պետրոսը տեսավ այս հաշվանդամին եւ այս հաշվանդամի բուն նպատակը, նայեք Պետրոսը ինչ ասեց այդ հաշվանդամին։ Գործք առաքելոց 3-րդ գլուխ կարդում եմ 4-րդ համարից։ Պետրոսը Հովհաննեսի հետ մտիկ առավ նրան եւ ասաց. մեզ նայր։ Նա էլ ուշը դարձեց դեպի նրանց, սպասելով, որ մեկ բան առնի նրանցից։ Պետրոսն էլ ասաց. արծաթ ոսկի չունիմ, բայց ինչ որ ունիմ, այն քեզ կտամ, Հիսուս Քրիստոս Նազարեթի անով, վեր կաց եւ ման եկ։ Ինչ էր Պետրոսի եւ Հովհաննեսի ունեցածը։ Գրված է. արծաթ ոսկի չունիմ, բայց ինչ որ ունիմ, այն քեզ կտամ։ Եվ ուշադրություն դարձեք առակաց գրքի մեջ կարդում ենք, որն էր Պետրոսի եւ Հովհաննեսի ունեցածը եւ ինչը բժշկեց այդ անտամալույց անձնավորությանը։ Առակաց 4-րդ գլխից կարդում եմ 20 համարից մինչև 22-րդ համարը։ Որդյակս ուշադիր եղիր իմ խոսքերին եւ ականջը տուր իմ ասածներին։
թող նրանք չգնան քո աչքի առջևից, բայր նրանց քո սրտի մեջ, որ նրանք կյանք են նրանց գտնողներին եւ նրանց բոլոր մարմնին բժշկություն։ Այսինքն Պետրոսի եւ Հովհաննեսի ունեցվածը միայն Աստծո խոսքն էր։ Այդ անդամալույցը Աստծո խոսք ընդունելով բժշկվեցավ։ Կամ հիշում եք, երբ որ Տեր Հիսուս Քրիստոսը Մատթեոս ավետարանին է անդրադառնում, բժշկություններ էր անում, գրված է, որ Հարուրապետը մեծահարուստը մոտեցավ Հիսուսին եւ ասաց, որ ինքը խնդիր ունի եւ հրավիրեց, որպեսզի ինքը գար իրենց տուն։ Քուրես ջան, եղբայրներ ջան, ուշադրություն դարձեք այս անձնավորության հավատքին։ Սա գրված է Մատթեոս ավետարանի մեջ 8-րդ գլուխ 5-րդ համարից։ Եվ երբ որ Հիսուսը մտավ Կապարնայում, մի հարուրապետ եկավ նրա մոտ աղաչում էր նրան եւ ասում. «Տեր, իմ ծառան անտամալուց ընկած է տանը, չարաչար տանջում է»։ Հիսուսն էլ ասաց նրան. «Ես կգամ կբժշկեմ նրան»։ Եվ հարուրապետը պատասխանեց եւ ասաց. «Տեր, ես արժան չեմ, որ իմ հարկի տակ մտնես, այլ միայն մեկ խոսք ասիր եւ իմ ծառան կբժշկվի»։ Ուշադրություն դարձեք այս ծառայի հավատքը, ներողություն, հարուրապետի հավատքը, որովհետեւ ես էլ իշխանության տակ լինող մարդ եմ եւ իմ ձեռքի տակ զինվորներ ունեմ եւ ասում եմ սրան գնա եւ գնում է, ուրիշին եկ եւ գալիս է եւ ծառայս այս բանը արա եւ անում է։ Երբ որ Հիսուսը լսեց, զարմացավ եւ ասաց ետևից եկողներին. «Ճշմարիտ ասում եմ ձեզ, Իսրայելի մեջ այսպիսի հավատք չկա»։ Անձնավորությունը նայեք ինչ է հավանում եւ ինքը ինչ է ասում։ Ասում է, որ ես ունեմ իշխանություն ծառաների վրա կամ զինվորներով, որ ասեմ, դավանում է հետեւյալը, որ դու իշխանություն ունես ամեն ինչի վրա։ Եթե ասես, խոսքը բավական է, որ ծառան բժշկվի, պետք չէ որ ներս մտնի։ Եվ այսօր լինում է պարականներ, մարդիկ խորը մտածում են հետեւյալ կերպ. եթե ես եղբայրն աղոթի կամ ես եղբայրն են աղոթեն, ես կբժշկվեմ։ Քույրս, եղբայրս հավատքով ընդունիր Աստծո խոսքը։ Ինքը ամենակալ Աստծո բուն միտքը, որ մենք ընդունենք խոսքը, ինչպես որ կարդացինք Ելիցի 15:26 համար մեջ գրված է. «Ես եմ քո բժիշկը»։ Այդ բժիշկի խոսքին պիտի հավատաս։ Կամ բազում անգամ ես խոսել եմ Սանումացի կնոջ վիճակի վրա։ Հիշում եք 4-րդ թագավորաց 4-րդ գլխի մեջ գրված էր, որ Սանումացի կնոջ զավակը մահացել էր։ Եվ ինչ արեց Սանումացի կին։ Ուշադրություն դարձեք հավատքին։ Երեխային պարգևեց Մարգարեի անկողնու վրա, դուռը կողպեց, ամուսնուն ասեց. «Էշը եւ ծառաներից մեկին ուղարկի»։ Ամուսին ասեց. «Ինչու՞ համար ես գնում, ոչ շաբաթ է, ոչ ամսագլուխ», ասեց. «Հանգիստ եղի»։ Այսինքն կինը հավատում էր ամենակալ Տիրոջ խոսքին։ Այսօր քուրեր ջան, եղբայրներ ջան, մենք շատ անգամ չենք հավատում։ Մենք կասկածում ենք, խորը մտածում ենք, որ ինչ ասված չի կարող։ Ամեն ինչ Աստծո ձեռքերի մեջ է։ Եվ նորից եմ ասում, որն է հիվանդության բուն նպատակը։ Ամենակալ Աստված այդ հիվանդությունը տալիս է, որպեսզի մարդը ապաշխարի։ Երբ որ մենք կարդում ենք Սուրբ Գրքի մեջ գրված հետևյալ միտքը, Աստված մարդուն չար բաներով չի փորձում։ Այսինքն Աստծո նպատակը քեզ կորցնելը չէ, քեզ մերցնելը չէ։ Նպատակն է, որ դու բժշկվես։ Նպատակն է առաջինը հոգևորապես բժշկվես։ Նպատակն է, որ դու ժառանգես հավիտենական կյանքը։ Բայց դու այսօր տեսնում ես մեկ ուրիշ ձև, ուրիշ տեսանկյուն։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, երբ որ մենք նայում ենք ամենակալ Աստծո խոսքի մեջ, ուշադրություն դարձեք, Աստված Պողոսի հետ ինչ կերպ է վարվում։ Երբ որ մենք կարդում ենք 2-րդ Կորինթացիս թղթերում, Պողոսը պիտի այդ խնդրի մեջ խնդիր ունենար եւ ամենակալ Աստված ինչ օգտագործեց Պողոսի վրայով։ 12-րդ գլուխ 2-րդ Կորինթացիս 7-8 համարներ, երբ որ կարդում ենք, գրված է. «Եվ որ հայտնությունների առավելությամբ չպարտանամ, մարմնիս համար խայտոց տրվեցավ ինձ սատանայի հրեշտակը, որ ինձ բռնցքով ծեծը»։ Որն է նպատակը ծեծի։ Ծեծը մի մտածեք, որ մի հատ գավազան կար այդ սատանայի հրեշտակի ձեռքին եւ գավազանով ծեծում էր։ Կամ երբ որ մենք կարդում ենք Եբրայեցիս 12:6 համարի մեջ գրված է հետեւյալ միտքը. Աստված իրեն սիրածները կխրատե։ Նա ծեծում է ամեն որդի, որին որ ընդունում է։ Ինչ ապտակում է, չէ, այս ծև չէ, կարող է լինել հիվանդություն, նեղություն, խնդրեմ, խնդիր։ Բուն նպատակը, որ մարդը դառնա դեպի ամենակալ Աստված։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, այսօր ամենակալ Աստված իրոք ամեն բան անում է։ Լոկ նպատակը, որ դու ժառանգես հավիտենական կյանքը։
Եվ երբ որ մենք նայում ենք խնդիրների մեջ, շատ անգամ սա կարտասում է հուղարկարության ժամանակ, նայեք ասում է մեծ ողորմությանը։ Նայեք ինչ ասում ամենակալ Աստված ինձ եւ քեզ։ Ուշադրություն դարձեք, Եսայի մարգարության 57-րդ գլխի առաջի երկրորդ համարներն եմ կարդում։ Երբ որ նայում ես մարդու կյանքում այս դժվար խնդրը կա, երբ որ հարազատը, մտերիմը այս աշխարհը թողնում է, Աստված բարի է։ Եսայի մարգարության 57-ի առաջի երկրորդ համարներն եմ կարդում։ Արտարը կորչում է, ուշադրություն անող մարդ չկա։ Բարի մարդիկ վեր են առնում առանց մեկի իմանալու, թե չարիքի առջևից առնվեցավ արտարը։ Նա մտնում է խաղաղության մեջ։ Նրանք հանգչում են իրենց հանգչարաններում, որոնք ուղղությամբ են վարվում։ Այսինքն, չգիտենք ինչ խնդիրներ, խնդիրներ պիտի կա գալիք ժամանակահատվածներում։ Աստված այնքան ողորմած է, թույլ չի տալիս, որ մարդը խնդրեմ ունենա։ Մի լինում է պարակը ասում են, ինչի համար է այս հիվանդությունը։ Եղել է պա, որ որից է մեկը հիվանդացել է, վերջը, եղբայրներից մեկը ասել է, ինչ մեղք ես գործը։ Մարդիկ առաջինը տեսնում են մեղքը։ Անցավ ժամանակահատված ինքն էլ հիվանդացավ, երբ որ իրեն հարցնում են, «Բա ինչ մեղք ես գործը», պատասխան չկար։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, առաջինը ուզում եմ, որ մենք ամեն մեկս տեսնենք, Հոբի կյանքում այդ ամեն խնդրը Աստծո թույլտվությամբ եղը։ Եվ հիշեք Հոբը ինչ է ասում ինձ եւ քեզ։ Ահա երանելի այն մարդը, որին Աստված խրատում է։ Ուրեմն ամենակարողի խրատը մի մերժ է։ Հոբի տառապանքը, որից է մեկը սկրնանք տանենք։ Բայց ուզում եմ կարդալ Հոբի այդ տառապանքների բուն հիմքում ինչ է եկած։ Ինքը Հոբը խոսում եւ ասում է, համար մենք կարդացինք, գրված է, Աստված մեկ անգամ խոսեց, բայց մարդը ուշադրություն չի անում։ Եթե մարդը չի լսում, Աստված չի ուզում մարդուն կորցնել։ Եթե մաքրան պարտեզի մեջ բավական էր ընդամենը մեկ հարցը, ուր է Սատան, բայց ամենակալ Աստված նաև խոսեց հետևյալը. ով պատմեց մերկես։ Այլ երրորդ արդյոք այն սարիցը կերար։ Աստծո նպատակը Ադամին Եվային դուրս հանելը չէր։ Աստծո նպատակը Ադամին Եվային եթեմական պարտեզի մեջ պահելն էր։ Եվ այսօր եթե մեր կյանքի մեջ կա խնդիր, խնդրեմ, Աստծո նպատակը մեզ կորցնելը չէ, մեզ հավիտենական կյանք տեղափոխելն է։ Եվ նայեք Հոբի խոսքերին, մեկ անգամ խոսեց, բայց մարդը ուշադրություն չի անում։ 16 համարի մեջ գրված է, այն ժամանակ բանում է մարդու ականջը եւ խրատում։ Ինչ կերպ է բացում։ Մարդուն հեռացում է վատ գործերից։ Ինչ կերպ։ Մի հատ հարց եմ տալիս, մարդը ավելի շատ երբ է խորում եւ մտածում։ Կյանքի մասին, խնդիրների խնդիրներ, երբ որ ինքը մահիճի մեջ է, այդպես է թե չէ։ Հիվանդության մեջ մարդը խորում մտածում է այդ մասին։ Շատ անգամ ուշադրություն դարձեք, կարդում է այս համարը, նայեք ինչ ասում ամենակալ Աստված ինձ եւ քեզ։ Ժողովող 7-րդ գլուխ 2-րդ համարի մեջ գրված հետևյալը. լավ է գնալ սկիտում, քան թե գնալ խնջույքիտում, որովհետև մա ամեն մարդի վերջ եւ ապրողը կպահի այդ իր սրտում։ Մահվան տեղն է, որ մարդը մտածում է այս մասին, մեկ օր ինքն է կանգնելու այս վիճակին։ Հիմի հարց եմ տալիս. Աստված ինչի համար է քեզ տալիս այդ հիվանդությունը։ Նպատակը քեզ կորցնել։ Ոչ, նպատակը քեզ հավիտենական կյանք շնորհել։ Բուժումը կայանում է Աստծո խոսքին հավատալով, ընդունելով Աստծո խոսքը առանց կասկածելու։ Լինում է պարակա ուշադրություն դարձեք, կարդում եմ Հակոբու թղթերի մեջ հետևյալ տողերը, ինչ է ասում Հակոբոսը ինձ եւ քեզ։ Գրված է սա 5-րդ գլուխ 14 համարից։ Եթե ցեսանից մեկը հիվանդ է, թող եկեղեցի երեցին կանչե, որ նրա վրա երեսներին կանչե, որ նրա վրա աղոտ կանեն, նրան յուղով ոցեն Տիրոջ անունով։ Այսօր մարդիկ խորը մտածում են, հիվանդ են, երեսներին կանչեցին, աղոթեցին եւ բժշկվա։ Եթե դու չես հավատում, ամբողջ աշխարհի երեց եպիսկոպոսներն են, որ կան աղոթեն, դու բժշկություն չես ստանա։ Հիսուս ինչ կերպ էր գործում։ Առաջի հարցը հետևյալն է. հավատում ես եւ երկրորդը քո հավատքի չափ քեզ տրվի։ Քուրես ջան, եղբայրներ ջան, ուղղակի խնդրանքս հետևյալն է։ Նորից եմ ասում, ինչու համար գումարները տակ բժիշկներին, ասում փառ տվեք։ Հավատացեք Աստծո խոսքին։ Որն է հեշտ,
այդքան տառապանքով, պրոբլեմներով անցնել, թե ընդամենը մեկ պահ հավատալ մաքուր սրտով, առանց կասկածամտության, որ Աստված ամենակարող եւ Աստծո խոսքը կարող է քեզ բժշկել եւ ոտքի կանգնեցնել։ Թող Տեր օգնական լինի մեզ ամեն մեկից։ Հիմի կարող է լինի պահեր, որ նայվի հետևյալ կերպ։ Այսօր ինչքան անհավատ մարդիկ կան, հիվանդություն չունեն։ Հիշեք Ասապին, որը իրոք տրտմել էր իր մեջ պրոբլեմ էր, նայում էր մարդիկ Աստծուց հեռու էին, ուրիշ կյանքով էին ապրում, բայց ցավ չունեն, տառապանք չունեն, նեղություն չունեն։ Ասապ ինչպես ինչ էր ասում, նախանձով լցված հպարտների վրա ամբարիշտների խաղաղությունը տեսնելիս։ Ամբարիշտ անձնավորություն է, ցավ տառապանք չունի։ Բայց ես հասկանում եմ հետևյալը, եւ ընդունում եմ այդպես. Աստված իրեն սիրածները խրատում է։ Թե ինչ կերպ է ինքը ծեծում կամ ինչ ձև է ինքը գիրառում այդ խրատը, ինքը գիտի։ Հոբին շատ անգամ լինում է մարդիկ կարծես թե բացասական կերպար են ներկայացնում։ Հոբը լավագույն կերպարներից մեկն է։ Մարդ, որ ամենամեծ տառապանքը կրեց եւ այդ տառապանքի մեջ երբեք Աստծուն անարգանք չբերեց։ Միտը հնարավոր է 10 զավակ կորցնել մեկ օրում եւ ասել հետեւյալը. Աստված տվեց, Աստված վերցրեց, Աստծո անունը օրհնյալ լինի։ Սա գալիս է Հոբ կերպարի դրականը, որ ինքը Աստծո վախ եւ Աստծուն սիրող անձնավորություն է։ Կամ հիշեք 6-րդ գլխի 10 համարում 8 համար եթե կարտակ այնտեղ գրված է. Ինչ է ասում Հոբ, ուշադրություն դարձեք, ես միշտ մտածել եմ Հոբի կարգավիճակի մեջ մարդը այդ պարակայում ինչ կուզեր։ Վստահ եմ առաջինը երեխաների կյանքը։ Երանի թե ուզածս կատարեր եւ իմ ակնկալածս տար Աստված։ Երանի թե ուզածս կատարվեր, ինչ կուզեր ծնողը երեխայի կյանքը։ Ինչ է ակնկալում ինքը Աստծուց, որ երեխաները ոչ ունեն։ Բայց 10 համարի մեջ ինչ ասում, այն ժամանակ դեր մխիթարություն կունենա կոստոտա անխնած ցավերի մեջ, որ չեմ ուրացել Սուրբի խոսքերը։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, բայց Հոբը այդ իրողությունը հասկացավ։ Նորից ուզում եմ անդրադառնալ Հոբի այդ խոսքերին, նայեք, երբ որ դուք գնաք 33-րդ գլուխը ամբողջությամբ կարդացեք, 14 համարի մեջ ասում է, որ Աստված մեկ անգամ խոսեց, բայց մարդիկ ուշադրություն չեն անում։ Բայց Աստված չի դատարում, գիտեք, մարդուն խրատելուց եւ սովորեցնելուց։ Շարունակության մեջ գրված է. Այն ժամանակ բանում է 16-րդ համար մարդու ականջները եւ խրատում։ Ինչ կերպ։ Այս պրոբլեմով, խնդիրներով։ Հիմի հարց եմ տալիս, երբ որ քո կյանքի մեջ պրոբլեմ կա, արդյոք դու տեսնում ես, որ Աստված հեղինակն է, ինքը ուզում է քեզ խրատը։ Աստծո հավիտենական ծրագիրը մեկն է, որ դու իրեն հետ հավիտյանս հավիտենից լինես երկնքում։ Աստծո հավիտենական սերը երևաց մեր ամեն մեկի վրա։ Ուշադրություն դարձեք, իշքան ենք մենք մեղանչում օրվա մեջ Անանիա եւ Սաֆիրա։ Հարց եմ տալիս, Անանիա եւ Սաֆիրայի մեղքն է, մեզ թե մեր։ Անանիան Սաֆիրան ընդամենը մեկ անգամ մեղանչեցին, սուտ խոսացին կիսով չափ, իրենց ունեցվածքն էր։ Բերեց Պետրոսի ոտքերի ներքո կեսը, երբ որ հարցրեց, «Էսկանով ես ծախել», սուտ խոսեց։ Մենք այսօր ինչքան ենք սուտ խոսում։ Բայց հետաքրքիր Աստված ինչի չի պատճում, որն է պատճառը, որովհետև Աստված ինձ եւ քեզ հավիտենական սիրով է սիրել։ Եվ իրեն հավիտենական ծրագիրը, որ ես եւ դու լինենք Քրիստոս հետ, հավիտյանս հավիտենից։ Եվ այս ամենի մեջ Աստված բարի է, նորից եմ ասում։ Երբ որ մենք կարդում ենք ողջ Երեմիայի մեջ, ներողություն, Երեմիայի մարգարության մեջ 8:32-ում գրված է. «Պալասան չկա քաղաքում կամ բժիշկ չկա»։ Միթե Գյումրիում բժիշկ կամ պալասան չկա, կա բժիշկ։ Եվ այդ բժիշկները բժշկապետը Տեր Հիսուս Քրիստոսը։ Պալասանը Աստծո խոսքը։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, այսօր Աստված ուզում է, որ ես եւ դու ամբողջ սրտով հավատանք։ 107-րդ Սաղմոսի մեջ 20 համարը, նայեք ինչ ասում։ Կներեք, Սաղմոս 2-ն ինձ եւ քեզ 107-րդ Սաղմոս
20 համազրի մեջ գրված է. իր խոսքն ուղարկեց եւ նրանց բժշկեց եւ նրանց ազատեց իրենց կորստիցը։ Իր խոսքը ուղարկեց եւ նրանց բժշկեց։ Մենք Առակաս գրքի մեջ կարդացինք, չէ, 4-րդ գլուխ 20-ից 22-րդ համարի մեջ, որ ասում է. Որդյակիմ զգուշությունը կամ ամբողջ միտքը հետեւյալն է, որ ես եւ դու մեր հայացքը ուղենք ամենակալ Տիրոջ խոսքին։ Որդյակս ուշադիր եղիր իմ խոսքերին, ականջը տուր իմ ասածներին, թող նրանք չգնան քո աչքի առջևից, բայց նրանց քո սրտի մեջ, որ նրանք կյանք են նրանց գտնողներին, նրանց բոլոր մարմնին բժշկություն։ Ոչ թե կես մասին, այլ բոլոր։ Հիշեք, տարիներ առաջ գիտեմ, հիմա էլ կա թե չկա, անձնավորություն կար, կձե հետևում, որ բժշկություններ էր անում։ Երևանից եկել էին մարդիկ, մեր եղբայրներից մեկն էր բերել իր մեքենայով, մտել էր այդ մարդը դուրս էր եկել, ասել էր ինչ եղավ, ինքը ասել էր, որ ինքը հիվանդությունները չի բժշկում, այսինքն ինքը ունի ցանկ, որ հիվանդությունները, ասում է, այդպես չէ։ Լինում է, որ գնում ես մի հատ բժշկի մոտ, ասում է, դու իմ հիվանդը չես։ Այսօր բոլորը Աստծո հիվանդն են։ Եվ Աստված պատրաստ է ամեն մեկին բժշկել, որովհետև ինքն է բժիշկների բժշկապետը։ Սիրելի քույր, սիրելի եղբայր, եւս մեկ միտք եմ ասելու եւ վերջացնելու եմ։ Երբ որ մենք նայում ենք, Ասապը խնդրեմ էր ունեցել, որովհետև Ասապի կյանքում չէր կատարվի այն, ինչ որ ինքը ուզում էր։ Եվ ասում է, քիչ է մնացել, ոտքերս ծռեն եւ բան չի մնացել գնաց կսա։ Բայց ուշադրություն դարձեք, Սուրբ Գրքից անդրադառնում եմ ավելի երիտասարդ մարդկանց վրա եւ խոսքը Միսակ Սեդրակ Աբեդնագովի մասին է։ Դանել մարգարեություն, եթե կարդաք, այնտեղ գրված է, որ Նաբուկոդոնոսոր թագավորը դուրայ դաշտում արձան էր կանգնեցել եւ բոլորին ստիպում էր, որպեսզի այդ արձանին երկրպագություն անեն։ Բայց այս երեք երիտասարդները ծում չծրեցին եւ հրամայեց թագավորը, որ գցեն կրակով պորպոկված հնոցի մեջ։ Ուշադրություն դարձեք այս երեք երիտասարդների հավատքին։ Կարդում եմ 17 համար, Դանել մարգարեություն 3-րդ գլուխ 17 համար։ Ահա մեր Աստվածը, որին մենք պաշտում ենք, կարող է մեզ ազատել կրակով պորպոկված հնոցից, եւ քո ձեռքից ով թագավոր, նա մեզ կազատե։ Եվ եթե ոչ, թող քեզ հայտ լինի, որ ով թագավոր, որ քո Աստծուն մենք չենք պաշտում, քո կանգնած արձանին երկրպագություն չենք անում։ Այստեղ հավատքի ամենապարսակույն կետը սա է, իսկ եթե ոչ։ Այսինքն, եթե Աստված ինձ չբժշկի, մենք հավատում ենք, որ ինքն է բժիշկների բժշկապետը։ Եթե չբժշկի, ուրեմն Աստված բարի է։ Գիտե, որ այդ վիճակի մեջ ինքը պիտի փառավորվի։ Եվ ի օգուտ է քեզ։ Գուրաչան, եղբայրներ ջան, ուղղակի խնդրանքս հետևյալն է։ Հավատանք Աստծո խոսքին անմնացորդ։